Եթերում ավանդույթի համաձայն ամեն 3 շաբթի հանդիպում ենք պարոն Բոզոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես մի քանի թեմաներ առանձնացրել է պարոն Բոզոյանը, բայց մինչ այդ 2-3 հարց ունեմ, որ օրակարգ է բերում մարդամեկը, ինչպես ասում են, կամ ազգակործանը։ Նախ ինչու է այդ ոճով ինքը մտել պայքարի մեջ, ինքը արդեն սկսել է ընտրարշավը, Նիկոլի մասին է խոսքը, և այդ կերպարը, որ ես այսպիսին եմ, սենց ուտում եմ փողոցում, ասվալտին փռված եմ ուտում, չգիտեմ կեղտոտ ձեռքերով, բան ինչի է սա անում, և այդ ագրեսիայի դրսևորումները, ճիշտն ասած հիմա շատ խոսեցինք դրա մասին, որ ինքը կոնկրետ արցախցիների հետ կապված վրեժ ունի, որտեղ շատ լավ գիտի, թե ոնց է ծախել բան, բայց ես կարծում եմ, եթե սյունեցիներն էլ գնան ասել, ինչի ես մեր արոտավայրերը տվել թուրքերին, ինչի ես մեր բարձունքները տվել թուրքերին, ինչի ես մեր հեկերը տվել թուրքերին, ինչի ես ջերմուկի անտառները տվել թուրքերին, էսա շուտոն չէ ջերմուկի հանքային ջուրը տվել թուրքերին, ինչի ես այդ ամբողջ անտառներով, հեկտարներով բան տվել թուրքերին, նույն կերպ ինքը տենց կագրեսիվանա։ Տեսակ, օրինակ Մարալիկում էլ սուտ էր խոսում էլի, ասում էր, այս ճանապարհ դու չես կառուցել այդ ճանապարհը։ Նախ ինքը ճանապարհ սիրելի հայրենակիցներ ինքը երբեք ճանապարհ չի կառուցել, ինքը ասֆալտ է արել, բայց ճանապարհի եւ ասֆալտի մեջ կա մեծ տարբերություն։ Եթե ուզում եք գնալ եւ մեքենաներով տենց բան ջարդուփշուր ունեք, ուրեմն հենց անցնում եք այդ վիճակը։ Այո, ինչու՞ մենակ Երևան քաղաքը։ Կոնկրետ Երևան քաղաքում։ Մի հատ եկեք գնանք մերոց գյուղ, մերոց շրջան, մի հատ ես, հա, գիտեք քանից ես 10-ի վրա պիտի սենց գնաս, դրամ ինչ է կատարում, չնայած լավ է անում, հենց այդ ավանում էլ բան են արել, այդ ինչը այս հանցախմբին ձայն են տվել 2021 թվականից էս հասնում է դրա համար հիմա տեսնենք խելքի կգաք թե խելքի չեք գա մեկն ասեց դու չես սուտ խոսում ոտքի վրա կանգնած սուտ խոսում տեսակ է դու ինչ եք ուզում գնա դա հետո գնաց այն մյուս տեղ այսինքն ինքը այդ հիստերիկ բան վիճակի մեջ է դերասանություն է անում ինչ է անում բայց ասում է շատ լուրջ թանկ PR մասնագետների են բերել եւ այս մարդիկ իրեն խորհուրդ են տալիս որ դու այս ոճով պիտի աշխատես ինչու որտեվ ուզում եք ցույց տալ որ ես ձեզանից մեկն եմ բայց կներեք էլի ես այդքան վատ կարծիք չունեմ հայ ժողովրդի մասին որ եք դες փնտի փողոցային չգիտեմ բանձևերով են ուտում անշնորհ կերպով ու միայն ուտելու մասին այն գոնե տարական բանը փոքրուց պիտի սովորացնեմ որ ուտելուց գլուխը չպիտի մտցնել ավսեի մեջ կամ բանը ես իմ 2 ժամ եթե ճանապարհ ես գնում առանց ձեռքերը լվալու ինչ որ տեղերում սենց բան խժարես եւ ուտես ինչ է ուզում ցույց տալ եւ ինչ է տեղի ունենում եւ ինքը ինչ հոգեվիճակում է դա դերասանություն է այդ հիստերիան որը արդեն ինքը չգիտի ինչ պատասխան տա թե իր բնական եւ նորմալ վիճակն է տեսեք ես սենց ձևակերպեմ հաշվի առնելով քանի որ նախընտրական արշավը քանի որ նախընտրական արշավի մեջ բոլորն են մտել դա ես չեմ կարող մեղադրել որևէ մեկին այդ նաեւ իրեն մենք նախընտրական արշավը նախ պետք է մենք հասկանանք մարդկանց տրամադրությունները մենք որ չափում ենք ուղղակի աղետալի վիճակը իրավիճակը աղետալի է ասես ձևակերպեմ ուրեմն 1.85-ից մինչև 3 մեկը 3-ի հարաբերակցությամբ ինքը պարտվում է նայած տարբեր տեղեր չգիտեմ Երևան կամ Գյումրի կամ Մասիս կամ Էջմիածին կամ Գեղարքունիք խայտարակ վիճակ է իր մոտ ընդ որում կարող եմ ասեմ որ պոտենցիալը որ ինքը կարողանա վերականգնի իմ կարծիքով այլևս չկա եւ հաշվառելով այդ հանգամանքը ինքը մենք ունենք այդպես ինֆորմացիա որ իր շրջապատում ինքը մեղադրել է իր թիմակիցներին որ ձեր պատճառով է իմ վարկանի շահանգում ապրել եւ ենթադրում է որ եթե ինքը մտնի անձամբ մարդկանց հետ շփվի միգուցե կարողանա վերականգնի այսինքն ոնց որ մարդը իր տարիքը չի ճանաչում ասենք տենց էլ ցանկացած քաղաքական գործիչ չի զգում որ իր ժամանակը եկել է արդեն դա օբյեկտիվ վիճակ է հիմա ինքը նորմալ իր տարիքը զգում է չի զգում ես էլ ասեմ մեծ մասը ցան օբյեկտիվ լինենք մարդկանց մեծ մասը իրանց տանիքը չի զգում եւ վիճակում են հայտնվում հա չէ մեծ մասը մարդիկ իրանց տանիքը չեն զգում տարիքը չեն զգում մարդ կարող 80 տարեկան 70 տարեկան լինի բայց մարդը չի ուզում հաշտվի այն բանից որ ինքը տարիքը արդեն մեծ է հիմա քաղաքական գործիչների պարագայում մի քիչ ուրիշ է քաղաքական գործիչները երբ որ երկար ժամանակ կառավարում են իրանք չեն զգում որ իրան ժամանակն անցել է հասկանում եք հիմա եթե Հայաստանը ունենար հսկայական նավթ ու գազ պաշարներ ունենար Ադրբեջանի պես, ապա կարող էին էլ 20 տարի կառավարել։ Ընդհանրապես ոչ միայն ինքը, այլ նաև Հայաստանի բոլոր ղեկավարները կարող էին կառավարել։ Բայց բարեբախտաբար թե դժբախտաբար Հայաստանը չունի բնական հարուստ ռեսուրսներ։ Դրա համար Հայաստանի ղեկավարը չի կարող 10 տարուց ավել օբյեկտիվորեն կառավարել։ Դա օբյեկտիվ տենց է ստացվել։ Նույնիսկ եմ կրկնում արաբական շեյխերը, բաները կարան 50 տարի կառավարեն։ Բայց Հայաստանի ունեն ռեսուրսներ, բոլոր երկրները որ ունեն ռեսուրսներ,
իրանց ղեկավարները շատ երկար են կառավարում։ Եվ Ամերիկայի նման բան։ Եվ այն երկրները, որոնք չունեն ռեսուրսներ, հա, իրանք երկրները չեն կարող երկար, կապ չունի դա դեմոկրատական է թե կիսադեմոկրատական է։ Տեսեք, նույն եւ այդ իմաստով իհարկե եզակի ղեկավարներ կան, որոնք կարողանում են երկար կառավարեն, մի քիչ երկար կառավարեն, բայց նույնիսկ այդ պարագայում հոգնածությունը առաջ գալիս։ Բայց ինքը քանի որ այնքան դրական արդյունքներ է տալիս, այնուամենայնիվ միայն դա բան է տալիս։ Այսինքն միայն մեր ժողովրդի բնորոշ չի, որ չէ, միայն մեր ժողովրդի բնորոշ չի։ Երկու բան ընտրվելուց հետո արդեն ժողովրդը հոգնում է իրենց։ Մեր առաջին նախագահան 7 տարի կառավարեց, երկրորդ նախագահան 10 տարի, երրորդ նախագահան 10 տարի եւ բոլորի մոտ առաջացավ հոգնածություն։ Հիմա այս մարդը կառավարել է արդեն 8 տարի, բայց հələ տեսեք թե ինչ արդյունքներ ա տվել։ Ինչ ավեր ա վերել։ Սա արդյունքները անհամատել են մնացածների համատած։ Հետևանքները եւ այդ իմաստով օբյեկտիվորեն նույնիսկ արդեն հոգնածություն իր նկատմամբ կա, բայց բացի հոգնածությունից կա ատելություն։ Այն ատելությունը, որ այս մարդու նկատմամբ կա, այդ չափի ատելություն չի եղել նախկիներին։ Նախկիների նկատմամբ էլ է եղել, բայց այս աստիճանի չի եղել։ Եվ հաշվառելով այդ հանգամանքը, այս մարդը ունի անասնական վախ, որ եթե հանգարց իշխանությունը կորցնի, կարող է ինքը հայտնվի դատարանի առաջ։ Դրա վառ օրինակը Սաակաշվիլին Վրաստանում։ Բայց իդեպ ասեմ, որ Սաակաշվիլիի գործունեության արդյունքը Վրաստանում միանշանակ տես չի, որ մենակ բացասական է եղել։ Ինքը դրական բաներ էլ է տվել։ Այսինքն 50-50 կարանք ասենք, ինքը ամենայնիվ կոտորելով չի հանձնել այդ տարածքը։ Կոտորելով չի հանձնել, հետո ինքը մեծ հաշվով Սաակաշվիլին իշխան տարածք չի հանձնել։ Ինքը չի հայտնել, եթե այս տարածքները տա ինձ դավաճան կասեն, դրա համար պիտի զոհել լիներ, որ շատ կարևոր բան ասեմ։ Սաակաշվիլին, մինչև Սաակաշվիլի մանիշխանության գալը արդեն այդ տարածքը իրանցը չէր։ Հարավային Օսիանը իրանցը չէր։ Ավելին կարամ ասեմ, Աջարյանն էլ իրանցը չէր։ Ինքը որ եկավ, Աջարյանն հետ բերեց։ Բայց Աբխազիան եւ բանը Հարավային Օսիան վերջնականապես կորցրեց, որի համար իրան մեղադրում են։ Այսինքն մեծ հաշվով կարող եմ ասել, որ այս տիպի երկրներում 10 տարուց 8-10 տարուց ավել ոչ մի ղեկավար չի կարող։ Ինքը դա հասկանում է, բայց ի տարբերություն նախորդների ինքը մեծ վախ ունի, որ եթե իշխանությունը կորցնի, իրան կարող է պատահի, չգիտեմ, դատեն, շատ վատ բաներ անեն եւ ինքը այդ վախից ելնելով ինքը փորձում է պատեպատ տալ իրան։ Տեսեք ինչա հայտարարում, որով ծիծաղելի է մակարդակը, ասում է, եթե մենք չգանք, մենք չկարողանանք վերարտադրենք, ուրեմն կլինի պատերազմ։ Այսինքն ինքը չի հասկանում, որ ինքը փաստացի խոստովանում է, որ ինքը փաստացի այդ քայլով ասում է, որ ես Ադրբեջանի տեխնացուն եմ։ Այսինքն ինքը ինչ ասում է, եթե ես չվերարտադրվեմ, Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Այսինքն դա ով կարա տենց բան ասի։ Այն մարդը, ով Ադրբեջանի շահերն է սպասարկում։ Հասկանում ես, չէ՞։ Այսինքն սա շատ պարզ ապացույց է այդ բանի, որ այս մարդը ունի արդեն Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ, որ հունիսի 7-ից հետո թե ինքը ինչ էլա զիջելու։ Ես հասկանում եք, չէ՞։ Եվ եթե չզիջի, կլինի երաշխավորված պատերազմ։ Ինչի կլինի երաշխավորված պատերազմ։ Շատ կարևոր մոմենտ է, որովհետև այս մարդը գիտակցված ամեն ինչ արել է, որ Հայաստանը չունենա երաշխավորված բան դաշնակից։ Եթե դաշնակից չունես, կապ չունի թե Ալիևը կլինի թե Ալի ղեկավար կլինի Ադրբեջանում։ Կա ֆիզիկայի օրենք, եթե Ադրբեջանը ուժեղ է Հայաստանից եւ Հայաստանն հրաժարվում է կամովին հրաժարվում է պաշտպանությունից որևէ այլ երկրից, ինքը դառնում է ավտոմատ թիրախ։ Դրան գումարած կա կողքից 80 միլիոնից Թուրքիան, որը Ադրբեջանի ամենասերտ դաշնակիցն է եւ որը Ադրբեջանի հետ միասնական քաղաքականություն է վարում։ Այսինքն շատ պարզ տեսանելի խնդիր է, այսինքն Ադրբեջանն եւ Թուրքիան հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանից իրանք խաղաղ ճանապարհով ստանալու են այն, ինչ որ իրանք չեն ստանա ոչ մի ուրիշ պարագայում։ Եթե չլինի, ապա իրանք փորձելու են պատերազմը վախացնելով այդ նույն բանը ստանալ։ Ինչ են ստանալու։ Ստանալու են նորը մեզ ուղղակի հիշեցնեն մեր ժողովրդին, որ ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկարությունը այսօր ընդհանուր սահմանի երկարությունը մոտավորապես 1000 կիլոմետր է։ 1000 կիլոմետրից ընդամենը 12 կիլոմետրն է, որը սահմանազատված եւ սահմանագծված է։ Պատկերացնում եք ինչ դա մի տոկոս է, 1-2%-ն է կազմում ընդհանուր սահմանի։ Մնացածը գիտակցված Ադրբեջանը չի գնացել, մնացած, որտեղ սպասում է, որ այս մարդը վերընտրվի, որ կարողանա արդեն այդ սահմանը ինքը չճանաչելով, որտեղ հաջորդ քայլը լինելու է 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, որից հետո արդեն ինչ ծրագրեր ունեն։ Ուղղակի ծրագրերը իրաց մոտ այսպես ասած կիսափակ մակարդակով քննարկվում են եւ կիսափակ վերլուծական շրջանակներ արդեն ներկայացնում են։ Ուրեմն ադրբեջանցիների նույնիսկ առաջի խմբականակը, որ վերադառնա Հայաստան, այդ դրանից հետո արդեն այդ խմբականակը դառնալու է 5-րդ շարասուն Հայաստանում, այսինքն Թուրքիան ստանալու է լեգիտիմ իրավունք ցանկացած պահի բանակ մտցնի Երևան, Հայաստան։
Ինչպես որ դա Թուրքիան ունի բանակ Հյուսիսային Կիպրոսում։ Հիմա ինչ ունեք ժողովրդին ասելու էս իմանով, որ ինքը շարունակում է վախեցնել, ինչու չպիտի վախենալ, եւ ինչու պիտի վռնդել իրեն։ Պատերազմը այսօր Ալենն է ասել, մենք եթե չենք պատերազմել, Կարատ Միրզոյանն նույն բանն է, այսինքն այս մարդիկ փաստացի ուզում են վախացնել մեր ժողովրդին, որպեսզի մարդիկ վախի արագայում գնան իրանց ընտրեն։ Տեսեք, Հայաստանը կանգնած է երկու ընտրության առաջ։ Հայաստանը կամ կունենա երաշխավորված խաղաղություն, կամ կունենա երաշխավորված պատերազմ։ Նիկոլ Փաշինյանի պարագայում մենք ունենալու ենք երաշխավորված պատերազմ։ Սա օբյեկտիվ իրականություն է։ Էդի որտեվ այս մարդը պարտված մարդ է, այս մարդը ինքը պատանդի կարգավիճակի մեջ է հայտնվել Ադրբեջանի եւ Թուրքիայի տակ, ինքը ստիպված է գնալու զիջումների եւ ինքը կամա թե ակամա դառել է իրանց տեխնացուն Հայաստանում։ Ու արդեն քանի որ վիճակը շատ ավելի բաց դուրս է եկել, ինքը չի էլ թաքցնում, որ ինքը դառել է Ադրբեջանի տեխնացուն։ Սա պարզ խնդիր է։ Մենք ինչ ենք առաջարկում։ Կոնկրետ առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում Մայր Հայաստանը եւ այլ քաղաքական ուժեր ակտիվ հիմա քննարկում է գնում, մենք առաջարկում ենք, որ այս Նիկոլ Փաշինյանի այլընտրանք մենք առաջարկում ենք երաշխավորված խաղաղության կոնցեպտը։ Ինչ է նշանակում երաշխավորված խաղաղություն։ Մենք ասում ենք հետեւյալը, որ հաշվի առնելով են հանգամանքը, որ Ադրբեջանը եւ Հայաստանի միջեւ դիսբալանս կա ուժային, այսինքն Ադրբեջանը այսօր ուժեղ դիրքերից է, մենք թույլ դիրքերից ենք։ Նրանք գումարած Թուրքիան 80 միլիոնից Թուրքիան Ադրբեջանի միասնական է խաղում այս ամեն ինչ մեջ, մենք այս պայծությամբ երկու ճանապարհով պետք է գնանք։ Պետք է վերականգնենք մեր բանակը եւ երկրորդը վերականգնենք մեր ռազմավարական վստահելի հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որպեսզի կանխենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հնարավոր ներխուժումը Հայաստան։ Դա շատ կարևոր խնդիր է։ Այս Նիկոլ Փաշինյանի պարագայում դա բացառված է լինել։ Ես ասում եմ, որ ես չեմ ուզում փակագծերը բացեմ թե ինչու, դա բացառված է լինել։ Նիկոլ Փաշինյանի պարագայում շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի 3 միլիոնանոց ժողովուրդը դառնալու է շատ արագ փախստական, ինչպես որ դառան արցախցիները։ Սա իրանց ծրագիրն է։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է դրան գնալ, որտեղ ինքը տարբերակ չունի, որտեղ ինքը շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստանում կյանքի կոչվի երաշխավորված խաղաղության կոնցեպտը, այսինքն մենք վերականգնենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, այնպես ինչպես որ նախկինում կար, ապա Նիկոլ Փաշինյանը դառնալու ավելորդ օղակ այս պարագայում ինքը կորցնելու է իշխանությունը։ Ինքը չի ուզում կորցնել իշխանությունը Հայաստանի հաշվին։ Սա է Հայաստանի կործանման հաշվին, այս մարդը ուզում է փրկի իր սեփական կաշին, որտեղ վախենում է սեփական ժողովրդից։ Դա համար ես միշտ ասում էի, որ ինձ էլ անձնելա դու եւ շատերը քննադատում են, ասում էի մենք պետք է այս մարդուն տանք հումանիտար միջանցք Հայաստանից վռնդվելու, որպեսզի ինքը էնտուզիազմով չպայքարի Հայաստանի պետականության դեմ։ Սա շատ կարևոր խնդիր է։ Այսինքն, երբ որ դու վիրավոր արջին ուզում ես նենց անես, որ ինքը վերադառնա, ինքը պետք է ճանապարհտաս, որ ինքը փախնի Հայաստանից։ Տեսեք, բարով ուսան, նաև սրիկայության չափը, ինքը ինչքան է հասել ավելի կոնկրետ արտաքին պարտքը 14 միլիարդ 14.5 15 են ասում։ Տեսեք, ես այդպես անդրադառնամ դրան։ Կանդրադառնաք, չէ, ուրիշ հարց եմ ուզում տալ։ Ինքը նաև հիմա ասենց մտածել է, որ պիտի զենքերի ցուցադրություն լինի, շքերթ լինի, չգիտեմ ինչ, բայց այնտեղ վախեցած է, ասում է, որ մեր հարևան երկրները պիտի իմանան, որ մենք սա ուղղակի, ասենք բան է ուղարկել էլի, տեսեք, ես պետք է անեմ, որ աշկակապություն անեմ, դուք չմտածեք, այդ ուղղությամբ բան չեմ անելու։ Մինչդեռ քանի զորահանդես է եղել, զորավարժություն է եղել Թուրքիա-Ադրբեջան միասին, իրանք խնդրեմ չունեն։ Ում համար է անում Ադրբեջանը, պարզա չէ։ Նաև մեզ համար է անում Ադրբեջանը տարեկան 15-ից 20 զորավարժություն անցկացնում։ Ոչ մի խնդիր չունեն, բայց սա քանի որ իրանց շուտն է, իրանց չգիտեմ գերին է, իրանց բերածն է, իրանց ստրուկն է, իրանց գործակալն է, ինչ է։ Ասում է, տեսեք, ձեզ հետ կապ չունի, դի ցույց տամ։ Հիմա այս նախընտրական մի հատ պիտի ցույց տա։ Ինչի համար։ Նախ այս ասում է, որտեվ ես այսքան պարտք եմ արել, զենք եմ, չէ՞ գնել։ Անընդհատ մեզ ինչ է ասում, չէ, հարցը ստամ, ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասում եմ, ես զենք եմ գնել, ասում եմ, ես տեսեք, ես ինչ խրամատներ ունենք, տեսեք, ես ինչ սահմաններ ենք պահում, տես ինչ սահմանները կահավորված են, էս են։ Հիմա հարց, ինչի ես դու, այս իմիջիայլից իմ դիտարկումը չի Արմինե Ադիպեկյանի, ինչի ես դու տենց սարսափած պատերազմից ու վախեցնում պատերազմից, եթե դու մեզ
քանի տարի շարունակ ասում ես մենք սենց բանակը հզորացրել ենք, այսքան պարտք են բերել, զենք են բերել, այսինքն դու սուտ ես, չէ՞ խոսում։ Չէ, ես այդ ուղղությամբ եմ ուզում որ մեր ժողովուրդը մտածի որ ոնց է խաբել, ոնց է այդ փողերը կերել, գոյություն չունի, ու մեզ է խաբում թե տեսեք զենք, բանակ, բա որ ունես ինչ ես վախեցնում ես ժողովրդին։ Տեսեք, ես հիմա թվերով, հիմա ես այդ անդրադառնանք արդեն թվերին, ես մանրամասն կասեմ թե ինչ վիճակ կա Հայաստանի տնտեսությունը, ինչ է առաջարկում, ինչի է խոճապի մեջ հայտնվել, այդ ամեն ինչը պարզ երևում է, այսինքն մեր ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ։ Հունիսի 7-ին մեր ժողովուրդը ընտրելու է երաշխավորված պատերազմ, թե երաշխավորված խաղաղություն։ Երաշխավորված պատերազմը Նիկոլի պարագայում կլինի երաշխավորված պատերազմ, ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո Ադրբեջանը արդեն պահանջելու է շատ ավելի ռադիկալ զիջումներ, բնականաբար հասարակության մեջ առաջանալու է դժգոհություն, Ադրբեջանը ըստ էության այդ դժգոհության պայմաններում քայլեր է դիմելու Հայաստանի դեմ։ Դա կլինի հոկտեմբերին, սեպտեմբերին, թե նոյեմբերին, այդ հարցի պատասխանը ես չունեմ, բայց ակնհայտ է որ այդ ճանապարհով է գնալու։ Ինչի, որովհետև Ադրբեջանը տեսնելու է որ Հայաստանը չունի դաշնակից, փոքրիկ Հայաստանը 3 միլիոնից Հայաստանը 10 միլիոն Ադրբեջանը եւ 80 միլիոն Թուրքիան տեսնելով որ Հայաստանը չունի դաշնակից, բնականաբար իրանք կամ ստիպելով պահանջելու են որ Հայաստանը դռները բացի որ ադրբեջանցիները գան որ հետո արդեն լուծեն Հայաստանի խնդիրը, կամ իրանք պատերազմի են դիմելու։ Երրորդ տարբերակ չկա, սա մի ճանապարհն է ժողովուրդ։ Երկրորդ ճանապարհը դա այն է, որ մենք վերականգնենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, վստահություն ներշնչենք այդ մարդկանց հետ, մենք ունենք այս պայդրությամբ, մենք ունենք հակաօդային ընդհանուր համակարգ, պաշտպանության ընդհանուր համակարգ, մենք այդ ամեն ինչը ունենք, դրա համար դեռ Ադրբեջանը ուզում է կազմաքանդի այդ ամեն ինչը, որ նոր կարողանա անի, բայց այդ ունեցել ենք մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, Նիկոլ Փաշինյանի ձեռքերով դա պետք է կազմաքանդվի, որ նոր այդ ամեն ինչը գա, դա շատ պարզ, շատ կարևոր խնդիր է։ Մենք պարզապես, քանի որ մեր ռազմավարական գործընկերները անվստահություն ունեն արդեն հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ, իրանք ուզում են հասկանան հունիսի 7-ին հայ ժողովուրդ դուք ինչ ընտրություն եք կատարել, եթե դուք ընտրություն եք կատարելու ի օգուտ Նիկոլ Փաշինյանի, ոչ մեկ Հայաստանին չի պաշտպանելու։ Ոչ մեկ, դա 100% եմ ասում, որտեվ դրսի երկրները Եվրամիությունը իրանք հնարավորություն չունեն պաշտպանելու, իրանք իրանց էլ չեն կարողանում պաշտպանել, մնաց Հայաստանին պաշտպանեն։ Հիշեք 100 տարի առաջ ինչ կատարվեց Հայաստանի հետ։ Ֆրանսիական նավերը այդպես էլ չկարողացան Կիլիկիայի սարերը բարձրանալ կամ Հայաստանի երկարության կամ անգլիական նավերը, Ինչ եմ ուզում ասեմ, սա շատ պարզ երկընտրանքի առաջ է կանգնած Հայաստանը, կամ երկարաժամկետ խաղաղություն, իսկ երբ որ մենք ունենում ենք դաշնակիցն էլ ասում է դուք պետք է խելամիտ պահանջներ դնեք, որպեսզի մենք կարողանանք ձեզ պաշտպանենք։ Խելամիտ պահանջները ինչ է նշանակում։ Առաջին, որ մենք սկսենք մեր սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը։ Ընդ որում սահմանագծման եւ սահմանազատման քարտեզները այսօր գտնվում են լավ թե վատ է, ես չգիտեմ, դա լավ է թե վատ է, կոմ չեմ, դա խորհրդային բանակի գլխավոր շտաբում են գտնվում, այդքան այդ քարտեզների հիման վրա է հնարավոր մեր սահմանները ճշտենք։ Սահմանները որ ճշտենք արդեն, Ադրբեջանը հետագայում շատ դժվար կլինի լեգիտիմ որոշակի քայլերի գնա։ Ինքը ինչի չի ճանաչում, որտեղ ինքը հույս ունի, որ պետք է գրավի այս ճանապարհը։ Ինքը բոլոր տեղերում ասում է, ես ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց կոնկրետ սահմանները չի ճանաչում։ Ոչ մեկ չի հասկանում Հայաստանը։ Դա ինչ է նշանակում, որ Նիկոլ մնա իշխանության, ինքը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, իրանք ինչ են ասում, ասում են ադրբեջանցիները որ գան Հայաստան, մենք էլի դեմ չենք Հայաստանի սահմանները, բայց այդ երկիրը արդեն կլինի ոչ թե հայերի, այլ հայերի եւ ադրբեջանցիների համատեղ երկիրը կլինի։ Հետո ասենք ադրբեջանցիներից ասենք մի հատ բախում կլինի ադրբեջանցիների հայերի, Թուրքիան բանակը կմցնի, կասի ես պաշտպանում եմ ազգային փոքրամասնության շահերը։ Ինչպես որ դա արեց Հյուսիսային Կիպրոսում, ինչպես որ դա անում է Սիրիայում, ինչպես որ դա անում է Իրաքում, այսինքն Հայաստանի գործանման ժամացույցը կմիանա հունիսի 7-ին, եթե այս մարտիկ վերընտրվեն։ Սա շատ կարևոր խնդիր է, որ մենք բոլորս հասկանանք։ Սա անվտանգության մասով եմ ասում, հա։ Հիմա երեք Արադ Միրզոյանը նաև մի հայտարարություն արեց, ասում է դե մենք բան ենք արել, այո մենք ընդունում ենք, որ մենք փորձառություն չունենք, սխալ ենք եղել, չենք հասկացել, ու այսպես էլ այդպես մի հատ խոսք են ասում, այսինքն ընդունում են չեն հասկացել, Արցախի կեսը տվեցին, պատերազմը պարտվեցին, չեն հասկացել ամբողջ Արցախը տվեցին, չեն հասկացել մնացածը տվեցին, հիմա վաղը չեմ իսուրել կասեն Հայաստանը որ տան, որ փախնեն Թուրքիա, կասեն դե մենք չենք հասկացել, բանը տվել ենք էլի։ Անժելա ջան, կներես, իրանք շատ լավ են հասկացել են իհարկե հասկացել են։ Իրանք ծրագրավորված քայլեր են կատարել հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ որ իրանք ճանաչեցին Արցախը Ադրբեջանի մաս, իրանք ավտոմատ Ղարաբաղի պաշտպանության բանակը
վերափոխեցին կարգավիճակը որպես տերորիստական կառույց։ Տերորիստական կառույցի դեմ արդեն Ադրբեջանը լեգիտիմ գործողություններ դիմեց։ Ղարաբաղցիները տեսան, որ արդեն իրենց բանակը արդեն լեգիտիմ չի, ավտոմատ իրանք փախան Արցախից, որտեղ կար օբյեկտիվորեն անվտանգության խնդիր, շատ պարզ խնդիր է։ Այսինքն իրանք հոկտեմբերի 6-ին շատ լավ գիտեն թե ինչ են արել։ Ինչ են արել, շատ պարզ, որովհետև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, այն ժամանակվա Եվրոմիության ներկայացուցիչ Շարլ Միշելը, այն ժամանակվա Միացյալ Նահանգների Բայդենի ներկայացուցիչները իրանք չէին էլ թաքցնում եւ հայտարարում էին, նշում էին, որ որպեսի այս տարածաշրջանում ռուսական զորքերը դուրս գան Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղից, Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, որպեսի մենք Ադրբեջանի հետ միասին պաշտոնապես ասենք, որ ռուսական զորքը արդեն անօրինական է մնալու։ Տենց էլ կատարվեց, այսինքն ինքը դա բավարարեց Մակրոնի, Բայդենի, Միշելի պահանջները, որպեսի դրանից ինքը ստանա աջակցություն, այսինքն ինքը իր անձնական աթոռի համար ինքը զոհաբերել է Արցախը, 120,000 մարդ դարել են անօթևան, մենք կորցրել ենք, հավերժորեն կորցրել ենք այդ տարածքները, ցավոք սրտի, եւ ինքը գիտակցված է գնաց այդ քալին, ինքը գիտի, որ գիտակցված գնալու ընդ որում ամբողջ աշխարհի բոլոր հավերժորեն, ասեք գոնե այս շրջանում կորցրել են, սթափն է այդ ամենին։ Ես գոնե մոտակա ժամանակներում ես չեմ տեսնում, այդպես ասեք, հա, այդպես ասեք, հիմա ինչ եմ ուզում, տեսեք, հիմա դե հավերժորեն ոչ մի բան չես կարող ասել, բարձ է, բայց ես ինչ եմ ուզում նշեմ, որ այս մարդը իր բոլոր քայլերը գիտակցված է եղել, ինքը շատ լավ գիտակցող պետական դավաճանությամբ է գնացել, գիտակցված ճանապարհով է գնացել, հույս ունենալով, որ դրա դիմաց ինքը կստանա որոշակի աջակցություն Միացյալ Նահանգների կողմից, Եվրոմիության կողմից, եւ ինքը ստանում է այդ աջակցությունը, ասեմ ձեզ, հատկապես Եվրոմիությունից ինքը բաց ստանում է, ինքը Եվրոմիությունը շատ ազնիվ է այդ իմաստով, ինքը ասում է դու իմ ներկայացուցիչն ես, դու այդ կատարած այդ քայլերը իմ օգտին, ես քեզ ընտրությունների ժամանակ ընդդիմության դեմ, մեծ հաշվով հայ ժողովրդի դեմ, մենք նախորդ անգամ խոսեցինք, Նիկոլը եւ Արևմուտքը կոնկրետ ձեր դեմ Եվ այդպես դա փոխանցվում է նաև ժողովրդի վրա, հիբրիդային պատերազմ են մղում։ Այսինքն որ մեկը որ վերակենում ասում է ես ընդդիմություն եմ, ձեզ մի հատ պիտակ են կպցնում։ Այդ պիտակի տակ Գագիկ Ծառուկյանը կլինի, Սամվել Կարապետյանը կլինի, Ռոբերտ իրանցից բոլորը։ Երվանդ Բոզյանը ասում է սրանք հիբրիդային Ռուսաստան ԿԳԲ դա։ Ես մի հատ բան ասեմ։ ԱԾՊ-ը, որ այդ մարտերվի չի գիտակցում, ինքը ով է ինչ պաշտոնյա զբաղեցավ։ ԿԳԲ-ը խոսում, չգիտեմ ինչ։ Ինչ եք ասում որ իրանք Եվրոպան է հիբրիդային պատերազմ ծագումը եղել էր գերմանացի։ Գեբելսյան կառույցյան մեքենա տերմին հասկացողությունը առաջին անգամ մտել է անցյալ տարվա 30-ական թվական, երբ որ նացիստները եկան իշխանության։ Եվ Գեբելսը մի հատ կոնցեպտ ունեն, ասում է պետք է սուտը այնքան շատ լինի, որ մարդիկ հավատան այդ ճշմարտություն։ Եվ այս Գեբելսյան կառույցյան մեքենայով այսօրվա դուրսությամբ աշխատում է Եվրոմիության այսօրվա ամբողջ քաղաքական վերնախավը։ Տեսեք ինչ են անում Հունգարիայի վարչապետ Օրբանի գլխին, ինչ են անում Սլովակիայի վարչապետի գլխին, ինչ են անում Ֆրանսիայի գլխավոր հիմնական ընդդիմադիր Լեպենի կուսակցության գլխին, ինչ են անում ընդհանրապես բոլոր եվրոպական երկրներում, եւ նույնիսկ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը, որ այցելեց անցյալ տարի որ այցելեց Եվրոպա, ասաց, որ ձեր գլխավոր խնդիրը Ռուսաստանը չի, ձեր գլխավոր խնդիրը ձեր քաղաքական վերնախավն է, որը զբաղված է խաբեությամբ ձեր ժողովրդին։ Միջազգային տարածվում է նաև Վենսի եւ իր նախագահի վրա։ Ինքը ասում է եվրոպացիներին, բայց դա տարածվում է նաև իրենց։ Դա առանձին մի հատ թեմա է, բայց իդեպի կարգով։ Ինչ չեք ուզում։ Չէ, հիմա մի րոպե ասեմ, էլ տեսեք, ես այնուամենայնիվ դա առանձին մի հատ թեմա է, որտեղ Վենսի եւ հիբրիդային պատերազմի մասին է խոսում, որ ինչ է անում Եվրոպան ընդդիմության դեմ հատկապես եւ ինչու է իմաստով ընդդիմությունը օրինակ լավ չի աշխատում ընդդիմության հետ, ասի որ տեսեք մենք ինքը ինչ դեմոկրատիա, ինչ չգիտեմ ինչ, այս մարդը որ մնա իշխանության ջարդուփշուր արել դեմոկրատիան չի դուք եվրոպացիներին չեք անընդհատ դիմեք եվրոպացիներին որ այդ հայտարարության տակ հիբրիդային պատերազմ, ԿԳԲ, Ռուսաստան բոլորի գլխատում է, թույլ չի տալիս եւ հեղինակազրկումը վարկաբեկում է։ Պարզ չի մարդկանց ուղեղների վրա դուք ինքներդ ասեցիք ու կարողացել է ազդել։ Տեսեք ընդհանուր առմամբ Եվրոպային էլ պարզ չի։ Համար տեսանելի է, որ եվրոպացիները միշտ էլ եղել են իրենց պատմության մեջ ռասիստներ, իրանք նացիստական Գերմանիայի ժամանակ իրանք հրապարակային են ռասայական տեսությամբ տարածել բաների վրա, հիմա էդի ավելի հումանիստական ձևով այդ նույն ռասիզմը կա, իրանք իրանց սահմանները փակում են ուրիշների նկատմամբ, առանց վիզաների ռեժիմից հրաժարվում են, որ մարդիկ տանջվեն, ասենք տուրիստական բան գնան, պետք է անպայման տանջվեն, վիզա ստանան, որ գնան, այսինքն ուզում ասեմ, ինչ եմ ուզում ասեմ, ինքը Եվրոպան միշտ այդպեսին ա եղել, ինքը ժամանակին դարել է բարգավաճ տարածք
գաղութների հաշվին, գաղութներին լավ թալանելու հաշվին Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում այդ գաղութների հաշվին իրանք լավ հարստացել զարգացել են։ Հիմա քանի որ իրանք խնդիրների առաջ են կանգնել, որտեղ Չինաստանն է զարգանում, Հնդկաստանն է զարգանում, Ճապոնիան է զարգանում, Հարավային Կորեան եւ իրանք հաղթում են իրանք ապրանքներով իրանք խնդիրների առաջ են կանգնել։ Իրանք խնդիրների առաջ են կանգնել եւ իրանք վերնախավերը խորը ճգնաժամ են ապրում։ Եվ որպեսզի իրանք էկոնոմիկան աշխատացնեն, ինքնաբանը աշխատուժի ինքնարժեքը բաներնի ստիպված արաբական երկրներից բանը փախստականների հրավիրեցին եւ կրակն են եկել։ Այդ փախստականները բերել են չեն կարող ինտեգրվել, այնտեղ էլ ազգայնական ուժերն են արթնանում, ասում են, «Էս ինչ են կանում մեր գլխին»։ Բայց սա առանձին թեմա է։ Եվրոպացիները երբևիցե պոզիտիվ բանով ցավոք սրտի եմ ասում Հայաստանի նկատմամբ չեն բանարել եւ ընդհանրապես մեջ մեն Հայաստանի, Վրաստանի իշխանությունը դաժանորեն այդ փորձությամբ անցավ եւ ինքը հասկացել է, որ ինքը պետքա բազմավեկտոր քաղաքականություն տանի, որպեսզի կարողանա իր ազգային շահը ապահոви։ Ուրեմն այսօր տեսեք, հատկապես այս պատերազմից հետո 1 ամսով կլինի թե 2 ամսով կլինի, արդեն այնտեղ քննարկվում են հարցը, որ պիտի սանկցիաները թույլատնեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Իրենք ասում են, այո, մենք պատրաստ ենք, Եվրոպայի մի շարք առաջնորդներ հայտարարում են, որ մենք պատրաստ ենք Պուտինի հետ ինչ-որ բաներ քննարկելու։ Թրամփը դրա մասին շատ ավելի է խոսում են, քննարկում են եւ այլն, Իրանը այնտեղից այս երկրները հասկանում են, որ չի կարելի Ռուսաստանի ոչ թշնամի ունենալ, ոչ էլ անտեսել։ Այս փողոցից եկածները հակառուսականության, որովհետեւ պարզ ասեմ, որովհետեւ այս փողոցից եկածները իրենք կաշվի մասին են ասում։ Իրանք հասկանում են, որ եթե Ռուսաստանը վերականգնեն վստահելի հարաբերություն, իրանք կորցնելու են իշխանությունը, որովհետեւ ռուսները չեն սիրում։ Բայց այդ դեպքում պետություն չի մնալու, չէ՞։ Իհարկե, բայց իրանք հասկանում են պետություն չի մնալու։ Երկընտրանք, իրանք թե պետությունը։ Իրանք ընտրել են իրանց։ Շատ պարզ խնդիր է։ Իրանք մի հատ հարց տան, պարգևավճարները որ բաժանում են, իրանք ում են ընտրում մեր ժողովրդին թե իրանց։ Իհարկե իրանց են ընտրում։ Պարզ մի հատ էլեմենտար բան կա, բանում Երևան քաղաքի կարմիր գծերը 13 անգամ թանկացեցին։ 2 միլիարդ եկավ, 2 միլիարդից 1 միլիարդը բաժանան իրաց պարգևավճար։ Պարզ 1 միլիարդը։ Հիմա հարց եմ տալիս ձեզ։ Պայանք բոլոր տեղ, ես մի հատ օրինակ բերեմ, որ պատկերացնեմ։ Դուք տեսել եք, դասակվել է փողոցները, ոչ։ Տուգանքները ահռելի մեծացել են, տիվը մեծացել է։ Իրանց բոմժերը միլիարդներով բան են ստացել։ Տեսեք, հիմա մի հատ բան բերեմ, պատկեր։ Կրթական համակարգը մեր մոտ գիտեք, որ դպրոցները, պետական դպրոցները անվճար են, բայց մանկապարտեզներն ու բուհերի մի զգալի մասը վճարով է։ Այսինքն բուհերում կա մոտավորապես 60,000 ուսանող, որից 10,000-ը պետպատվերով է անվճար է, 50,000-ը վճարով է։ Համաձայն եք։ Այդ 50,000-ի վրա ծախսվում է մոտավորապես 25 միլիարդ դրամ տարեկան։ Այդ 25 միլիարդի մոտավորապես իրենց պարգևավճարները տարեկան, մոտավորապես այդ թվի չափի է հասնում։ Այսինքն եթե այդ մարդիկ այդ պարգևավճարներից հրաժարվեին։ Նորից է տալիս, նորից ասես քանի միլիարդ տալու եմ Նիկոլա։ Այդ պարգևավճարներից որ իրանք հրաժարվեին, Ժորժ ջան, Հայաստանում կրթությունը հենց այս պահին կարող լիներ անվճար։ Հիմա ես ասեմ ձեզ, այո, առաջարկ Հայաստանը իր ծրագրով, Ծառուկյանի, Թեբանյանի, մենք Մայր Հայաստանով, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ 27 թվականից մենք պարգևավճարների խնդիրը վերացնելու ենք եւ 27 թվականի հունվարի 1-ից Հայաստանի պետական բոլոր հաստատությունները, մանկապարտեզները, դպրոցները եւ բուհերը պետք է լինեն անվճար։ Այդ պետպատվեր հասկացությունը մենք դուրս ենք անելու 60,000 ուսանող անվճար են լինելու։ Այսինքն ես ուղղակի ասում եմ, սա հենց այս պահին կարող են անեին, բայց իրանց պարգևավճարների շնորհիվ այդ բանը չեն անում։ Շատ պարզ խնդիր կա։ Ես նույնպես եմ կրկնում, այստեղ մեր ժողովուրդը որ իմանա, ճանաչի թե իրականում ինչ պոտենցիալ ունի ինքը փոխելու է անմարտկային պետական համակարգը, ուղղակի շոկի մեջ կապրի։ Ես նույնպես եմ ասում, մենք շատ քայլեր ենք դիմելու, որպեսզի մենք կարողանանք այս երկիրը իսկապես անմարտկային այս համակարգից մարդկային սարքելու։ Մեկը կրթական համակարգն է։ Կրթական համակարգը մենք հունիսի 1-ից 27 թվականի դարձնելու ենք անվճար եւ դա ընդամենը 27-25 միլիարդ դրամի կարիք է պետք։ Պարգևավճարները որ հանում ենք, ավտոմատ այդ խնդիրը հասնում է մոտավորապես բանի։ Սա ես ուղղակի ասում եմ Անժելա, որ դուք պատկերացնեք։ Սա իրանք երբ որ 18 թվականին եկան, հայտարարեցին, որ մենք գալիս ենք մարդակենտրոն իշխանություն ենք ձևավորելու բան։ Ուրեմն մարդակենտրոն իշխանության ցուցանիշները ասեն, որ դուք պատկերացնեք։ Ինքանք ասում են մենք պայքարելու ենք օլիգարխների դեմ, չէ՞։ Ուրեմն օլիգարխների դեմ պայքարի շրջանակներում, Ժորժ ջան, 18 թվականից մինչև հիմա մեր էկոնոմիկան ծավալով մեծացել է մոտավորապես 2 անգամ, հիմա 29 միլիարդ դոլար է ընդհանուր էկոնոմիկան։ Բայց 2 անգամ մարդկանց կենսամակարդակը բարձրացրել։ Իհարկե ոչ։ Իրանք ասում են, որ մենք հիմա
թոշակը բարձրացրել ենք 16000-ից հիմա սարքել ենք 46000, չէ՞, տես թիվ են, չէ՞ ասում։ Անցյալ տարի էլ 30, ընդ որում այդ 46000-ը որ սարքում էին, այս տարվա հունվարին ներողություն, նրանք ասում են կարիք չկա այդ 10000-ը բարձրացնել, քեշբեքով այդ 10000-ը մեկա բերում ենք։ Հիմա արդեն մի 2 ամիս անց իրանք միանգամից տեսնելով, որ իրանց մոտ վարկանիշը խայտառակ վիճակի մեջ է, իրանք միանգամից ասացին, որ մենք բարձրացնենք 10000, դարձեցին 46000 մինիմալ թոշակը։ Բայց եւ հայտարարում է, որ քեշբեքով ինքը գալիս է մինիմում 55000 դրամի եւ շատ մոտ է մինիմալ սպառողական զամբյուղին։ Ինչ են տենց ասում, որտեվ համարում են, որ անցյալ տարվա ինֆլյացիան, այսինքն գների բարձրացումը միջինը եղել է 3.3%։ Մոտավորապես ավելի քան 1000 ապրանքների մեջ 3.3% է եղել, ճիշտ է։ Բայց հիմա պաշտոնական թվերն եմ ուզում կարդամ, թե իրականում այն ապրանքները, որը մասսայական սպառման մեջ են գտնվում, թե քանի տոկոս են, պաշտոնական թվերն եմ ասում, որ բոլորս իմանանք, դուք էլ իմանաք, որ պատկերացնեք։ Ուրեմն անցած տարվա դեկտեմբերից միայն ընդհանուր գները կակաոն մեծացել է, գները բարձրացել են 31.9%-ով, իշխան ձուկը 18.3%-ով, գառան միսը 14.1%-ով, խոզի միսը 12.7%-ով, տավարի միսը 11.7%-ով, սուրճը 9.5%-ով, հնդկացորենը 9.4%-ով, արևածաղկի ձեթը 8.2%-ով, մակարոնեղենը 7.9%-ով, մարգարինը 7.4%-ով, կարագը 7.2%-ով, ձուն 7.2%-ով, կաթը 4.7%-ով, պաները 4.6%-ով, թշնամիսը 4.3%-ով, հացը 3.6%-ով եւ այլն։ Ես ստեղ նաև ծառայությունների ալկոհոլային խմիչքները ավելացել են 7%-ով, ծխախոտը բարձրացել է 8.7%-ով։ Սա այն թվերն են, ու տրանսպորտը մենք գիտենք թե ինչ խայտառակ 50%-ով բարձրացավ մենակ Երևան քաղաքում։ Սա այն թվերն են, որոնք մասսայական սպառման ապրանքներ են, որոնք մենք տեսնում ենք, որ 3.3%-ից բարձր են, չէ՞ սա։ Այսինքն փաստացի այս մարտիկ այս տոկոսները չհաշված, իրանք ասում են, որ մենք 16000 դրամից սարքել ենք 46000 դրամ մինիմալ թոշակը։ Էսի մենակ այս տարվա մեջ է եղել։ Մենակ այս տարվա։ Ուրեմն մեր ուսումնասիրություններով եւ մեր հաշվարկներով հարգելի ժողովուրդ, իրականում մինիմալ սպառողական զամբյուղը, որ 82000 էր 23 թվականին, սրընթաց մոտեցել է մինչեւ 100000 դրամի։ Սա ես կոնկրետ հաշվարկ չունեմ, բայց մոտավոր կարող եմ ասել, որ այդ դրանը հասել։ Հաշվանալով այդ այն տոկոսները, որ բարձրացել է։ Հաշվանալով այդ հանգամանքը, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ 27 թվականից փուլային տարբերակով 4-5 տարիների ընթացքում մենք թոշակը հասնելու ենք մինչև 100000 դրամ։ Այսինքն 46000-ից մինիմալ թոշակի մասին է։ Մինիմալ թոշակը, այո, թոշակը։ Թոշակառու իմանա, մինչև 100000 դրամ գումարած ամեն տարի ինքը կատարվել է ինդեքսացիա, այսինքն ամեն տարի, բայց ինդեքսացիա պաշտոնական ինֆլյացիայի բանով։ Վերջապես պարզ տեսքով ասեցիք, որ եթե գալիս է ձեր ուժը նույնը ասել է, Սամվել Կարապետյանի ուժը նույնը ասել է Ռոբերտ Քոչարյանի ուժը։ Դուք հիմա մենք կոնկրետ ասում ենք, որ մենք 27 թվականից փուլային տարբերակով մենք թոշակը դարձնելու ենք 100000 դրամ մինիմում ասեք, մինիմալ թոշակը սարքել ենք 100000 դրամ գումարած ամեն տարվա ինդեքսացիան, այսինքն օրինակ եթե անցյալ տարի եղել է 5% ինֆլյացիա, դա լինել է ոչ թե 100000, այլ 105000 դրամ։ Ու ամեն ամիս է լինելու 105000 դրամ։ Այսինքն ամեն ամիս գնալու է 105000 անցյալ բան ինֆլյացիայի թիվը գումարած։ Այս սա այն մինիմալ գիննա, որով մարդը բան ասեցիք ինֆլյացիայի հետ կապված, որ այնպես չլինի, էլի, գները եսի մտածել ու հիմա եկել եմ միացած ինչ որ գրոշ շատալից է 36։ Տեսեք, նույնիսկ դա քիչ է, բայց մենք ուրիշ տարբերակ մենք այդքան կարանք անենք, ավել չենք կարանենք։ Հետագային որ երկիրը զարգանա, այդ ժամանակ ավելի կմեծացնենք։ Որտեվ սա օբյեկտիվ իրականությունն է, սա այս թվերով մենք հաշվել ենք, որ հիմա մեր մոտ մինիմալ աշխատավարձը, ուրեմն 75000 դրամ է։ 75000 դրամը նույնիսկ ավելի ցածր է, այսքան թոշակառուն են հանած։ Այն հասարակ մարդիկ 75000 դրամ, որ մինիմալ աշխատում են, մարդը նույնիսկ ինքը չի կարող ապրի այնց, ոնց որ անասունից կարողանա տարբերվի։ Որտեղ սպառողական մինիմալ զամբյուղը 100000 դրամ, հա։ Եթե ընտանիքի մեջ լինի կա, ասենք, բան, ավելին կարող եմ ասեմ, սա միջազգային գործակալական կենտրոնները հաշվել են Հայաստանի
գնային իմաստով, ես մի քանի թվեր կասեմ, եւ նշել եմ, որ նորմալ ապրելու, միջազգային ստանդարտների տեսակից նորմալ ապրելու համար Հայաստանի բնակիչը պետք է ունենա մոտավորապես $2700, որպեսզի ինքը ապրի այն ստանդարտով, որը ընդունված է նորմալ զարգացած երկրներում։ Դուք հասկանում եք, չէ՞։ Չէ, հիմա ուրեմն կա, ես մի հատ ուրիշ թիվ բերեմ, որ դուք պատկերացնեք, հա։ Ուրեմն Merces Human Rights Consulting խումբը, որը ամեն տարի գնահատական դրա տալիս թե ընդհանրապես երկրները եւ քաղաքները ինչ կենսամագարտակ ունեն, իրանք այս տարվա 26 թվականին 25 տարվա համար գործակից են բանել եւ չափման միավորը Նյու Յորքն է։ Նյու Յորքում տալիս են գործակից 100-ի եւ Նյու Յորքից են կողմ արդեն սկսում են հաշվել թե քաղաքներում կյանքի գիտի ինչքան է, թանկ է, էժան է, բան եւ այլն եւ այլն։ Ուրեմն պարզվում է, որ եթե Նյու Յորքում 100 է գործակիցը, ուրեմն Մոսկվայում 47.5 է թանկացման գործակիցը, Երևանում 42.4 բանա գործակից, այսինքն մենք Երևանը էժանա Նյու Յորքից մոտավորապես 60 քանի տոկոսով, պատկերացնում եք Թբիլիսին 36.6% է, Բաքուն 32.2%, այսինքն Թիֆլիսեցին Երևանցուց ավելի էժանա ապրում, մոտավորապես 15% ավելի շատ է ստանում թոշակառուման, բայց ավելի շատ իր կենսամագարտակը Թիֆլիսի, բայց մենակ գների մասով, ուշադրություն մենակ գների մասով։ Հիմա տեսեք, միայն գների մասով։ Ես խոսքը գնում եմ մենակ գների մասով։ Հիմա տեսեք, ես հիմա մի քանի բան եմ ուզում պատկերացնեք։ Ուրեմն Թբիլիսիում պաշտոնական թվերն եմ ասում, մթերքները Երևանից էժան են մոտ 4%-ով, ռեստորանների գները մոտ 6%-ով, վարձը Երևանում Թբիլիսից մոտ 4%-ով ավելի թանկ է։ Հետո ընդհանուր առմամբ Հայաստանի ես պաշտոնական թվեր եմ ասում, որ պաշտոնական միջազգային գների բանի եւ Հայաստանի վիճպետպարտության թվերի իր այդ համատեղ։ Հայաստանի մայրաքաղաքում կյանքի արժեքը 4.2%-ով ավելի բարձր է, քան Թբիլիսիում։ 14.2%-ով, ներողություն, 14.2%-ով։ Հիմա, բայց էդի կյանքի արժեքը, հիմա մատ ուրիշ թիվ բերեմ։ Վրաստանում մեկ շնչի համեմատ հնայի ցուցանիշը այ բանը 25 թվականի վերջում կազմել է $10,886, պաշտոնական թիվ եմ ասում, դա IMF-ի գնահատականն է եւ Վրաստանի վիճպետպարտության գնահատականը համատեղ։ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է $9,393, այս էլ մեր էլի պաշտոնական թիվը, այսինքն տարբերությունը տեսնում եք, մոտավորապես 14-15% տարբերություն է գալիս իրանց մեջ, չէ՞։ Այսինքն տեսեք, դա ինչ է նշանակում։ Հայաստանի բնակիչը վրացուց 15%-ով ավելի վատ է ապրում, բայց Թիֆլիսի գները ավելի էժան են։ 16%-ով ավելի էժան են, քան Երևանի գները, դու հասկանում ես ինչ է նշանակում։ Սա չէ, բայց սա ուղղակի Հա, այդ գիտեք ինչ նա այդտեղ, այնպես չի էլի, որ գնացի, չգիտեմ ինչ երկրի օրինակը Հարևան երկրի։ Հարևան։ Միակ բանը, որ մենք կարող ենք մեզ մխիթարենք, միակ բանը, որ կարող ենք մխիթարենք, դա մենք որ համատում ենք ադրբեջանցիների հետ, հա, մենք կարող ենք ուրախությամբ ասենք, որ մեր մոտ մենք ավելի լավ ենք ապրում ադրբեջանցիներից 23%-ով։ Հա, դրա համար էլ մերոն գնում։ Մենք 23%-ով ադրբեջանցիներից ավելի լավ են ապրում, հա։ Բայց Երևանում թանկությամբ իմաստով 47% ավելի թանկ է, քան Բաքվում, ասենք այդ գների բաների պատկերացնում ես, չէ՞։ Ճիշտ է, մենք 23%-ով ենք ավելի ապրում, բայց կոնկրետ Բաքվում մարդիկ ավելի համեմատաբար ավելի տանել են ապրում, քան Երևանում։ Սա թվեր են պաշտոնապես, որ մարդիկ իմանան, որ այս թվերը դա միջազգային կառույցների կողմից հաստատված թվեր են, որտեղ փաստացի մարդիկ ասում են, տեսեք, մեր մոտ մեկ շնչի վրա հնան կազմում է $9,000 մոտավորապես $400, լավ, sense կլորացնեմ, $9,400 տարեկան մակարդակով միջազգային կառույցներն ասում են, որպեսզի մարդը կարողանա այս ստանդարտներով նորմալ ապրի, պետք է մոտավորապես $30,000։ Սենց թիվ ասեմ, որ դուք պատկերացնեք։ Ուրեմն որպեսզի մի հատ թիվ պատկերացնեք, մեր մոտ Մոսկվայից ընդամենը մի 15%-ով ավելի էժան, բայց ռուսաստանցիների կենսամակարդակը, ռուսաստանցիների մակարդակը, կենսամակարդակը հայաստանցիներից 2 անգամ բարձր է։ Նույնը Թուրքիայի քաղաքացիների մասն է։ Թուրքիայի քաղաքացիների կենսամակարդակը Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը մոտավորապես 2 անգամ բարձր է։ Թուրքիայի ռուսաստանները մոտավորապես նույն բանն են ապրում։ Եվ Ստամբուլի գներն էլ մոտավորապես 15%-ով ավելի բարձր, քան Երևանի գները։ Սա իրականությունն եմ ասում, ժողովուրդ։ Այս որ իմանաք, էլի։ Այսինքն փաստացի կարելի ասել, որ որպեսի հայաստանցին նորմալ ապրի,
միջինը որ ունի $9,400 մեկ շնչի վրա որ գալիս է Հայաստանում, ինքը պետքա մոտարապես ունենա 30,000-ի կարգի։ Մենք ունենք մեր ծրագրի մեջ հետևյալ ծրագիրը, որ 4 տարվա մեջ մենք պետքա այդ տիպը հասցնենք մինչև 25,000-ի։ Շատ լավ։ Հիմա կասենք թե ոնց կարանք մենք հասնենք, որովհետեւ թռիչքային հաղորդման ժամանակ այսօր այս թեմաները շատ ծանր։ Ամեն շաբաթ հանդիպում ենք, պարոն Պոզոյան, որ շատ ծանրաբեռնենք էլ, որովհետեւ այսօր շատ թեմաներ արդեն արծարծեցիք։ Եվ հարևան երկրի հետ կապված մենք շատ լուրջ բանակցություններ ունեցանք, մենք ունեցանք համաձայնագիր հիմնական կետերը, կասեի, որ գրեթե բոլոր կետերի շուրջ կոնսենսուս ենք հասել, պարոն Իդկոֆը եւ պարոն Քուշները վարեցին բանակցություններ, եթե նրանք սա միջև վերջ հասնեն, դա վերջ կդնի այս հակամարտությանը։ Քննարկումներ տեղի են ունեցել 3, դրանք շարունակվում են մինչև ուշ գիշեր, մենք շատ ենք ցանկանում համաձայնել, այնքան կրկնություններ է բանանում էս Թրամփը։ Մենք սահմանել ենք հոգևոր հնգօրյա ժամկետ, տեսնենք թե ինչպես կընթանա իրադարձությունները եւ եթե ամեն ինչ լավ ընթանա, հավատում եք դուք սրան, որտեղ Թրամփը մի քանի անգամ հայտարարեց Իրանից ասել էլի բան չկա, չէ, վերջին բաներն էլ ներկայացնեմ։ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին տեղեկացրել Իրանի հարվածելու իր պատրաստակամության մասին, սա կարծեմ նորություն է։ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Բեյրութում Հեզբոլլահի հետախուզական եւ հատուկ նշանակության ուժերի շտաբ բնակարանի վրա հարձակման կադրեր, Թել Ավիվից կադրեր կան, որոշ հրթիռներ Իրանից երբեմն հասնում են մինչև Թել Ավիվ եւ այստեղ ինչներ իրանական Մոհամեդ Բաքիր Զուր Քադերը նշանակվել է ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գիտենք որ Լարիջանին ինքնին շատ մեծ բան երևույթ էր եւ շատ ազդեցիկ էր, հիմա իրեն գտել են փոխարինող եւ այստեղ մեկ այլ ուշագրավ բան կար։ Լավ, խոսենք այդ ընթացքում եւ կասեմ։ Տեսեք, այս վերջին առածիորեն 3 էր կարծեմ New York Times-ը մի նոր հրապարակումով հանդես եկավ, որտեղ ամբողջովին բացեց թե ինչ պատկեր է Իրանից ներկայացնում այս կոնֆլիկտի շուրջ։ Իհարկե, ռազմական իմաստով Իրանին դժվար չէր հաղթանակ տանել, այսինքն մեծ հաշվով իրանք ոչնչացրել են բանակի զգալի մասը, ռազմածովային ուժերի զգալի մասը եւ այլն, բայց բոլորն էլ հասկանում են, որ մինչեւ ցամաքային օպերացիա չլինի, Իրանին հնարավոր չի հաղթել։ Եվ բոլոր փորձագետները եւ բոլոր ռազմական գործիչները, թե Միացյալ Նահանգում եւ թե Իսրայելում, արդեն խոստովանում են, որ եթե լինի ցամաքային գործողություն, ապա Միացյալ Նահանգները լինի թե Իսրայելը լինի, իրանք դաժան պարտություն են կրում։ Այլ վերլուծություններ էլ կան, որ Միացյալ Նահանգները, քանի որ դա չի աշխատում, այսինքն իրենք սկզբում խոսել ենք սրա մասին, մտածում են, որ միանգամից ներքին խժդժություններ կլինի, դա բացառվել է։ Իրենք սկսեցին մյուս բանը, որ սկսեցին հերթով վերնախավը ոչնչացնել, հույսով, որ կհասնեն նրան, իրենք ինչ որ առումով հույս ունեին, որ Խամենեյին հեռացնելուց հետո չէր բացառվի, որ Լարիջանին հենց կլիներ այն մարդը, որովհետև ինքը բանակցություն որոշակի բանակցությունների մասնակցել է, կգան այն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն բանակցությունների։ Հիմա ոնց որ թե չկան այդ մարդիկ, բայց ասում են իրենց քաղաքականությունը այնքան սպանել, միջև կհայտնվեն այն ուժերը իրենց Իրանի իշխանությունների վերնախավում, որ պատրաստ կլինեն բանակցությունների։ Տեսեք, հիմա ես այդ հարցին ցենց պատասխանեմ, հիմա նոր ինֆորմացիա դուրս եկել, բացի հիշում եք մենք ասում ենք, որ Միացյալ Նահանգների 18 հետախուզական կառույցներ, 18 ներկայացրել են, որ դա սխալ է այդ պատերազմը։ Իմիջիայլոց տեսեք, 3 Թրամփ արդեն գծեց այդ ամեն ինչը պատերազմի նախարարը, ասեց ինքն է եկել առաջինն ասել եք գրանք հարձակվեք։ Արդեն իր վրայից գծում է Թրամփը։ Գիտեք, որ 18 հետախուզական կառույցներից մեկը պաշտոնական հրաժարական տվեց։ Իսկ Թուցի Գաբերտը, որ այդ 18 հետախուզական կառույցների գլխավոր ղեկավարն է, Կոնգրեսում, երբ որ ինքը հաշվեցումներ ներկայացնում, ինքը խուսափեց պատասխանել այդ հարցին, որտեղ եթե ինքը ինքը խուսափել է պատասխանել։ Խուսափել է պատասխանել, բայց ասեցին այդ վտանգը բան տեսնում եք, ինքը այնտեղ ասեց կար, ասեց ոչ, ինքը ասելա, չի տես բան չի ասել, թե ինքը ասել ոչ, միանգամից Տրամփ իրան կհաներ գործից։ Ինքը ասեց, որ սա մեր իրավասության մեջ չի մտնում դրան պատասխանելու, որտեղ այս ամերիկյան օրենքների, եթե ինքը սուտ
բանը ներկայացնի, իրան կարող քրեական բանի տակ դնել։ Այսինքն դա Դա փորձեք բառացի գտնել էլի այդ ինչի ասել։ Ինքը հայտնուց Գաբրտը հայտարարել է, որ դա մեր լիազորությունների մեջ չի մտնում, դրան գնահատական տեղ խուսափել է պատասխանից։ Ինքը չէ, ինքենթը հրապարակավ հայտարարեց, որ Իրանը չէր պատրաստվում միջուկային զենք սարքել եւ այլն։ Հիմա այս ինչ եմ ուզում ասել, բայց կարևոր բանը պարզվեց, որ Մոսադի ղեկավարը, այսօրվա Մոսադի ղեկավարը պրակտիկորեն սադրել է Նետանյահուին եւ Տրամփին եւ ինքը երաշխավորել է, որ այդ գործողությունների արդյունքում Իրանում հնարավոր է ապստամբություն առաջ գա եւ պարզվում է, որ Մոսադի նախկին ղեկավարը, որը մինչեւ 21 թվականներ կառավարում ինքը ունեցել է հսկայական մի հատ բան, վերլուծություն, որտեղ նշել է, որ Իրանում սկզբունքորեն հնարավոր չի իշխանափոխություն իրականացնել եւ հնարավոր չի թեոկրատական ռեժիմը փոխել։ Պետք է այդ թեոկրատական ռեժիմը վերափոխել։ Ինչպես որ ես ասում եմ, որ այդ թեոկրատական ռեժիմը միայն եւ միայն հնարավոր է վերափոխելու ճանապարհով Իրանը, որ հնարավոր լինի փոխել դուրս բերել այս իրավիճակից։ Այսինքն այդ երկրում ինքը ասում է մենք նույնիսկ այդ նախկին ղեկավարն ասում Մոսադի, ասում է մենք նույնիսկ մարդականակով ենք հաշվել, թե ինչքան մարդ է պետք դուրս գալ փողոց, որպեսզի փոխվի եւ ասում է մենք հաշվել ենք, որ 79 թվականի այդ Խոմեյնիի հեղափոխության ժամանակվա նույնիսկ անգամների մակարդակով այդքան հնարավոր չի եղել, որ մենք կարողանանք դուրս բերենք, որպեսզի դա հնարավոր լիներ փոխել։ Իսկ ինչ վերաբերում է քրդերին կամ ադրբեջանցիներին ռաշոտանը, դա ծիծաղելի է, ասում է դրանք որևէ գործոն չեն, որ դե կարողանան, այսինքն ֆունդամենտալ մակարդակով Նետանյահուն խաբել է Տրամփին, իսկ Նետանյահուն խաբել է այսօրվա Մոսադի ղեկավարը, բայց մենակ Մոսադի Նետանյահուն միշտ հակված էր այդ գործողությունների, որտեվ ինչու, որտեվ իր վրա կա 3 հատ քրեական գործ, ինքը շատ լավ հասկանում է, որ խաղաղ պայմաններում ինքը դատվելու է։ Բայց ներկայացնում ինքը առաքելություն Մեսիա է իրականացնում եւ պետք է անպայման այդ հարցը։ Բոլորը մարդիկ, որոնք Մեսիա են բանանում, նրանք ամենավերջի սրիկաններն են, դուք գալի գիտեք հայտնի այդ ասացվածքը, այդ մարդը փաստացի ինքը պատանդի կարգավիճակում ինչ դրել իր ժողովրդին, այսինքն հերյա ժողովուրդը, որ Իսրայելում ապրում է, ծանր վիճակի մեջ հայտնվել այդ սրիկայի պատճառով։ Մի սրիկա փաստացի իր սեփական երկիրը կարա տես վիճակի մեջ դնի։ Ինչպես որ միակ Զելենսկի կարա Ուկրաինան տես վիճակի մեջ դնի։ Չէ, նաեւ այս դեպքում երբ որ հարձակվեց Իրանի վրա, անգամ իր սուր ընդդիմախոսներ, ընդդիմադիր ուժերը հավանություն տվեցին այս պարագայում ողջունեցին իր քայլերը։ Ես որ եկեք իրեն առանց չառանձնացնենք էլի հրյա ժողովրդից։ Կներեք, մի բան ասեմ, այդ Իր ամենաակտիվ ընդդիմադիր բաները խորհրդարանում հայտարարեցի, որ այստեղ մենք աջակցում ենք։ Կա այն որ կար մտավախություն, որ Իրանից կա վտանգ, դա բոլորը հասկանում են։ Այդ լուծման ճանապարհը ոչ մեկ չէր կարող գտնել, թե ոնց պետք է լուծվեր։ Ինքը սադրեց այդ ամեն ինչը։ Հիմա եթե պատերազմ լինի, ասենք, պատերազմական գործողության ժամանակ, որ Ադրբեջանն ենք պատերազմի մեջ ենք, ինչ-որ մեկը հակադրվում էր Նիկոլ Փաշինյանին, չկար չէ՞ տենց բան։ Չէ, բայց օրինակ Գազայի վրա հարձակումների ժամանակ կար, որ քննադատում էին այսպես, բայց այստեղ 90 քանի տոկոս ասում հիմա Ուկրաինայում կա մարդ, որ բացահայտ քննադատում է, որ Ուկրաինա կամ Ռուսաստանում կա մարդ, որ Գազայի դեպքում պատերազմական, բայց Իրանի պարագայում ոչ այնտեղ համակարծիք էին պատերազմական գործողությունների ժամանակ։ Հեսա բարձ է, լավ անցանք, հասկացա։ Չի գնում քաղաքական ինչ-որ հաշիվներ բաց, որտեղ ծաղելի է, դա հիմարություն։ Գնում են Գազայի պատերազմի ժամանակ այդպես քննադատություն անգամ դուրս էին գալիս եւ ախր մի հատ կներես էլի, ախր դետալային քննարկեն։ Գազայի ժամանակ մարդիկ պահանջում են, որպեսզի այդ մարդկանց ազատագրեն այդ իրանց բարեկամները։ Այդ բարեկամները, որ այդ մարդիկ պատանդի կարգավիճակի մեջ են գտնում, իրանք վախենում են, որ դրա արդյունքում իրանց երեխաները, իրանց տղաները կարային զոհվեն կամ աղջիկները։ Դրա համար իրանք դուրս են գալիս փողոց։ Դա շատ պարզ տարբերությունը շատ ֆունդամենտալ է։ Դուրս են գալիս եւ նաեւ քաղաքական աջակցություն ունեն, հասկանալի է, որտեվ Գազան իվերջո դա այն գլոբալ պատերազմը չէր, ոնց որ Իրանի հետ էր։ Հիմա նույնիսկ եմ ասում Ուկրաինայում կամ Ռուսաստանում դու չես գտնի մի հատ լուրջ քաղաքական ուժ, որը հելնի ասի, որ ես դեմ եմ, որտեվ օբյեկտիվորեն տես բան չի կարա լինի, որտեվ էգզիստենցիալ պատերազմի ժամանակ ժողովուրդները միշտ կոնսոլիդացվում են, նույն ասենք, որ հայ-ադրբեջանական պատերազմը որ եղավ, ոչ մեկի մտքով չեն ասում։ Լավ, եւ հիմա էսա ասում եք, դուք այդ տարբերակին չեն գնա, որ գտնեն միջև այնպիսի ուժ, որ գա վերնախավի, ոչնչացնելով, վերացնելով գան հասնեն նրան, որ պատրաստ կլինի բանակցությունների ինչ կլինի։ Վիճակի մեջ է, որտեվ Իրանի ժողովրդի գրեթե 99%-ը հիմա խիստ բացասական է տրամադրված Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նկատմամբ եւ ցանկացած մարդ փորձի բանակցել, բայց մյուս կողմից այդ մարդը պետք է բանակցի, որտեվ այդ պատերազմը, հիմա այս մի քանի թիվ ասեն, որ դու պատկերացնես, Անժելա։ Ուրեմն այս պատերազմի բանը հարավային Փարսի վրա հարձակումը որ եղավ Իսրայելի կողմից։
գիտեք, որ Կատարի այդ բանը գազային ամբողջ համակարգը ոչնչացրեց Իրանը։ Նու ամբողջովին, բայց մեծ վնաս տվեց, որը տալիս է մոտավորապես 18-ից 20%-ը, հա, բանի գազի սպառման եվրոպական երկրների համար։ Դա խայտարակ վիճակ է։ Այսինքն, ի տարբերություն Վիետնամի, ի տարբերություն Գրենլանդիայի, ի տարբերություն Ուկրաինայի, Իրանը եւ Օրմուզի նեղոցը մի հատ տեղ է, որտեղ դուրս է գալիս համաշխարհային գազի 30%-ը եւ նավթի 20%-ը։ Եթե հիմա տեսնեք, թե ինչ հսկայական ցնցումներ է կատարում, նավթը դարավ մի պատուհնից $119, հիմա հետո իջավ հիմա $100 կարգի է, բայց եթե այս նեղոցը փակ մնա, ինքը կարող հասնի մինչև $150։ Եթե $150 հասավ եւ դա մնաց, ասենք, մի ամիս, ես ասեմ ամբողջ աշխարհը կարող է ասես պարկի։ Տնտեսությունը կարող է։ Իմիջիայլը դուք ասում եք գազը եւ նավթը, երեք վերլուծություն էի կարդում, ուրեմն ասում է ոչ միայն նավթի գազի հարցն է, հիշեցրեց, որ ուկրաինական պատերազմի ժամանակ ինչ որ մի պահ կար, որ խնդիր էր, չէ, որ ցորենը պիտի հասցնեին եւ այնտեղ հատուկ առաջարկներ արեցին, վերջապես այդ հումանիտար ճանապարհը Ռուսաստանը բացեց եւ ցորենը փորձեցին աֆրիկյան երկրներ հասնել, որտեղ այնտեղ համաշխարհային հումանիտար մեծ ճգնաժամ էր սկսելու եւ բացատրում էին, որ եթե սա որոշակի ժամանակ էլ ձգվի, ապա Մերձավոր Արևելքում եւ աֆրիկյան երկրներում եւ ոչ միայն եւ ջրի պաշարների եւ հացի գլոբալ համաշխարհային մեծ ճգնաժամի ոչ միայն գազի ես հիմա քեզ մի հատ բան ասեմ, որ դու պատկերացնես։ Ուրեմն նայ միջին արևելքի ժողովուրդների մոտ դե Հայաստանում այդպես խնդրեմ չկա։ Կա ջուր, բանը խմելու ջրի խնդիրի առաջանալու ոնց են անում, ասինքն այդ ծովից վերցնում են, մշակում են եւ ալանի են սարքում եւ այդ ջուրը կարողանում են խմել։ Ինչը հայտարարել Իրանը։ Իրանը հայտարարել է, որ եթե իմ էներգոհամակարգի վրա հարվածնի, ես ոչնչացնելու եմ ամբողջ բանը ռեգիոնի ոչ միայն էներգոհամակարգերը, այլ նաև ջրի մաքրման այդ ամբողջ համակարգերը։ Եթե դա ջրի մաքրման համակարգերը, բարձր բունի իմաստով 100 միլիոն մարդ կկանգնի սովի առաջ։ Խմելու ջրի եւ սովի առաջ կկանգնի, սա տիեզերական ճգնաժամ կլինի։ Տրամպը հասկանում է, որ ինքը արդեն ձեռք է բերել համաշխարհային ավանցուրիստի իմիջը ձեռք բերել։ Ես էլ կոմոդ միշտ իրան աջակցել եմ։ Ես էլ տեսեք, ես մի հատ բան ասեմ, որտեվ ես ինչ եմ ուղղակի ներողություն եմ խնդրում հիմա դրա համար, որտեվ ես ինքս իմ, այսպես ասած, եթե ինչ-որ մի բան արել եմ եւ մեղքի բաժանում եմ, որտեվ ինքը մագաշարժման անունից էր հանդես գալիս, ես ինքս միշտ հավանություն եմ տվել մագաշարժումը, ես մինչև հիմա հավանություն եմ տալիս փոխնախագահ Վենսին, հավանություն եմ տալիս այն մարդկանց, ովքեր որ իսկապես այդ կրողներն են, բայց Տրամպը խափեց մեզ բոլորիս։ Չդավաճանեց, իրենք խոսում էին հումանիզմ, մարդասիրություն, ներողություն, հումանիզմ, մարդասիրություն, քրիստոնեական արժեքներ։ Մի հատ ամեն ինչ բխեցրեք մեզանից, եկավ Հայաստան ոչ սրբազանների մասին խոսեց, ցեղասպանության թեման էլ հետո գնաց, միանգամից վախեցած իր մոտից ջնջեց, գնաց Ադրբեջան, տեսեք, մի րոպե, նույն շարքում դիր է, ես ինքս այն մարդկանցից եմ, որոնք փորձում են միշտ ինչ-որ դրական բան գտնել ամեն ինչի մեջ։ Վենսը լինելով փոխնախագահ, ինքը պարտադրված վիճակի մեջ կամ պետք է քենտի պես հայտարարի, որ դուրս եմ գալիս այս հայտարարությունից, կամ ստիպված պետք է փորձի ներսից ինչ-որ բան կոմպրոմիսի գնա։ Դրա համար ինքը կոմպրոմիսի է գնում։ Ինքը շատ լավ գիտի, որ այս Իրանը ավանտյուրա էր, ինքը ստիպված ինչ-որ կոմպրոմիսներով փորձում է։ Հիմա իդեպ Իսրայելը ինքն է բանակցում, այլ ոչ թե Քուշները կամ բանը։ Հետո եկավ ստեղ ինքը գլարում արեց ցեղասպանության, հետո միանգամից հանեց, որտեղ էլի կոմպրոմիսի խնդիր կար։ Այսինքն ես չեմ ուզում այդ մարդկանց մեղադրեմ, այդ մարդիկ էլ ծանր վիճակի մեջ են հայտնվել։ Ի վերջո Տրամպը խաբել է բոլորին, ինքը խաբել է ամբողջ պահպանողական շերտին, ինքը խաբել է ոչ միայն Ամերիկայի, այլ ամբողջ աշխարհի այն մարդկանց, որոնք հույս ունեն, որ Միացյալ Նահանգներում կարող էր գալ բան, եւ թիմա ցավոք սրտի ինքը փաստացի բերեց տիեզերական մասշտաբի կատաստրոֆայի մեջ դրեց, եւ որի արդյունքում համաշխարհային ֆունդամենտալ տնտեսական ճգնաժամ կար առաջ գա, եթե օր առաջ այս պատերազմը չկար։ Դա համար հիմա ինքը խոճապի մեջ ընկանք ու բանը ձեռուվոտ անգել ոնց անի կանգնացնի այս պատերազմը, որտեղ գիտի որ գլխին գալու է շատ մեծ վտանգ, որտեղ հիմա ամբողջ աշխարհը Իրանը, պերսոնալ Իրանը մեղադրելու, որ իրանց եւ իրանական կողմը ինչ է ասում, ասա պիտի փոխհատուցում լինի, արդեն ինչ որ բան պայմաններ ա դրել, այնպես չի որ գրկաբաց գնացի ասել լավ դու ուզում ես բանակցեք, պիտի այս հարցերը պիտի դուք հսկայական մարդկանց վնաս տվեցիք, հսկայական իր համակարգը ոչնչացրեցիք, իր բանը ոչինչ, այդ մարդիկ էլ իրանց, բայց դե ինչ որ կոմպրոմիս պետք է գտնել այնուամենայնիվ, ես կողմ եմ որ այնուամենայնիվ պատերազմը կանգնի, որտեղ եթե պատերազմը չկանգնի, իսկ նույնիսկ այս Ռուսաստանը ինքը մի ման գիտի որ իրանք հայտարարում են, ասում են որ կատեգորիկ մենք
քայլերի գտնում ենք այդ հանգած բան միջուկային օբյեկտների վրա հարձակում լինի, ասենք Բուշերի վրա հարձակում լինի։ Եթե Բուշերի վրա հարձակում եղավ, ասեմ ձեզ, կլինի մի հատ երրորդ Չեռնոբիլը եւ դժվար գնան այդ Ֆուկույամա, բանը այդ Չեռնոբիլը եւ այդ Չեռնոբիլի հետևանքները կարող է մենք էլ զգանք, ասեմ ձեզ իմանաք։ Այսինքն դրա նայած թե քամին ու ինչ բանով կտանի, կարող է Հայաստանի, Վրաստանի վրա էլ գա, ասենք, այդ ամենը դա խայտարակություն կլինի, որտեվ այն ինչ որ հիմա կատարվում է, դա տիեզերական մակարդակի ավանցուր է, որը նույնպես եմ կրկնում, այս տիեզերական մակարդակի ավանցուրից դուրս գալու ես չգիտեմ ոնց պետք է լինի, որտեվ գազի տարբեր մասնագետներ, ես մասնագետ չեմ կարող ասեմ, բայց մասնագետներ ասում են, որ միայն գազի համակարգերի վերակառուցման համար տարիներ են պետք, իսկ դա նշանակում է, որ աշխարհին սպասում է դեռ թանկ գազ եւ թանկ նավթ հələ երկար ժամանակ, հատկապես գազը երկար ժամանակով։ Եվ մյուս կողմից հիմա տեսեք Եվրոմիության գլխին ովքեր են կանգնած այդ կալասները բան, արդեն մի քանի երկիր հակված է, որ սանկցիաները շատ ոգևորված են, հասկանում են ինչ է կատարվում, որ սանկցիաները մի կողմից ասում են մեկ ամիս հետաձգեն կամ մեկ ամսով հանենք Ռուսաստանի վրայից կամ չգիտեմ ինչ, բայց այնտեղ նստած ասում են, չէ, մենք ոչ մի գնով, այս բանի նմանն է, էլի, այս մեր մարդամեկի նման։ Ես մի հատ բան ասեմ ձեզ, ցավոք սրտի, տեսեք ինչ եղավ, Եվրոմիությունը մենք պատանդի մեջ չենք, էլի դրանք են պատանդի։ Եվրոմիությունը, մինչև Եվրոմիությունը նորմալ վերնախավեր է, մենք Միտերանը, ասենք, գործիչներ կային, որոնք Մարգարիտ Թետչերը, Միտերանը, Ռոնալդ Ռեյգանը Միացյալ Նահանգներում, ասենք Ժակ Շիրակը, Մերկելից առաջ էլ ավելի բան կար, ասենք, շատ ինքը դեմքերը ուրիշ էին, ինչի էր տենց, որովհետև երբ որ այդ համակարգը դառավ միասնական կենտրոն դարձավ, այդ միասնական Եվրոմիության կենտրոնական մարմինը Իրանից ծնեց արդեն մարդկանց, ովքեր որ չեն ընտրվում արդեն ժողովրդի կողմից։ Այսինքն իրանք կտրված են հանրության կողմից։ Իրանք վերընտրվում են արդեն այդ օրգանների կողմից։ Այսինքն իրանք ուղակի ընտրությունների մեջ չեն մասնակցում։ Հասկանում ես։ Իրենք հա, բայց երկրներում ընտրություններ կազմակերպվում են։ Իրանց մոտ ընտրությունները ոչ թե ժողովրդների կողմից, այլ ընտրությունը կատարվում է Դուք Եվրոմիության մասին եմ ասում, բայց ես ասում եմ, որ այդ երկրներում առաջնորդներ նախագահները ինչա կատարվում, երբ որ այդ կենտրոնական մարմինը ոնց է խորհրդայնության պես, ինքը որ ձևավորվում է, ստեղծում են տես մարդիկ, որ գալիս են իշխանության, այդ մարդիկ էլ սկսում են ազդել վերնախավերի վրա եւ այդ վերնախավերի մեջ կրտած մարդիկ են դառնում։ Իմիջիալոց Ֆրանսիայում այդ իմաստով ասում են ճգնաժամ է, լավ, եթե ես որտեվ հաճախ եմ լինում, այնտեղ բարիս բուն իմաստով չեմ այս տարիների ընթացքում մի մարդ չեմ հանդիպել, որ ասես Մակրոնի կողմից եմ, բայց Մակրոնը մնում է, որտեվ ասում է ճգնաժամ է, կողքը չեն թողնում։ Տեսեք Ֆրանսիան որտեղ հասավ, որտեղից։ Շարլ դե Գոլից եկավ Ժորժ Պամպիդու, Միտերան, Ժակ Շիրակ, բան եկավ հասավ այս խեղկատակին, որ անունը Մակրոնն է։ Ինչը տենց ստացվեց, որտեղ այդ Եվրոմիության կառույցը որ ծնվեց, այդ Եվրոմիության կառույցը սկսեց ազդել հասարակությունների վրա, իր Գեբելսյան քարոզչամեքենան ոչ միայն Հայաստանի վրա աշխատել, աշխատում է Ֆրանսիայի վրա, Գերմանիայի վրա, դա համար Վենսը որ գնաց Գերմանիա։ Այն վերջին երկու երկրներն են մնացել, հենց տեսնեք այս ընտրություններն ինչ Վենսը որ գնաց, ինչ հայտարարեց, ասում է ձեր գլխավոր խնդրեմը ոչ թե Ռուսաստանն է, այլ ձեր վերնախավերն են, որոնք ձեր վերնախավերը ձեր այլասերում են ձեր ժողովուրդներին։ Դա կենտրոնական գնահատական է։ Այսինքն դա համար հիշում ես որ Լեպենը ասում էր որպեսզի մենք կարողանանք դուրս գանք այս ամեն ինչից, մենք պետք է դուրս գանք ԵՄ-ից կտրուկ ծայրահեղ քայլեր դիմում, որտեղ ասում էր տարբերակ չկա։ Հիշում ես որ բանին ասում էր Մակրոնին ժամանակ ասում էր որ մեկը երկիրը կառավարելա կին կամ ես եմ կառավարելու Լեպենն էր ասում կամ Եվրոմիության կինն է կառավարել։ Այսինքն ինքը ծաղրում էր, որ Ֆրանսիայի ժողովրդին ասում էր, դու չունես ղեկավար։ Հա, դու փաստացի մեկը դու քո ղեկավարը կամ ես եմ լինելու կամ օտար երկրամարդ։ Բայց այնտեղ էլ այնպես են վախեցնում է Վահաբեկում ժողովրդին, որ տեսեք, իրենք ազգայնական են, միշտ չէ ինքը բավականին լիբերալ բաներն կգա Լեպենը, չգիտեմ ինչ կլինի, եւ այսպես ահաբեկելով ամենական շնչելով բացարձակ։ Բայց չկա զուգահեռ միևն է դեռ չկան այդ կերպարները, որ կան հող չկա, որովհետեւ ասեմ ինչի չկա, որովհետև այդ երկրները արդեն հասել են նես նա ճգնաժամին։ Ճգնաժամին չեն հասել, որովհետև այդ մարդիկ փաստացի իրանց էկոնոմիկաները ծառայեցրել են այսինքն կեղտոտ բաների։ Տեսեք օրինակ Հայաստանում ինչ վիճակի մեջ է, հնան երկու անգամ մեծացել, հա։ Մարդկանց կենսամակարդակը իջել է, բանկերը 11 անգամ մեծացել է իրանց բանը եկամուտը։ $100 միլիոն դառնա 1 միլիարդ 100 միլիոն։ Բարեզմուն իմաստով ժողովրդին կեղեքել է, որ Նիկոլն ասում է, էլի, կեղեքելու։ Այսինքն տեսեք ինչ ցինիզմ է, էլի։ Բանկերը հարստացել են 11 անգամ եւ ոչ մի պրեֆերենցիա են խոսում, որտեվ իր կողքը վերընկած մի քանի բանկ ունեցող օլիգարխները վերընկած է կողքը գրվել ինքն դեբիլ է, խորհուրդ են տալիս, սրանք էլ քերում են ժողովրդին։ Խոսում են օլիգարխների մասին,
Ուրեմն նախկին թալանչիները, այսպես ասած, որ կան, այդ իրանց գումարային իմաստով նախկին օլիգարխ ունի, մի երկու հատ է նորաճած օլիգարխ ունի Նիկոլը։ Բանկերի տերը։ Նախկին բոլոր այդ թալանի, այսպես որ վիճարկվում, մոտավորապես 1.5 միլիարդ դոլարի փող է վիճարկվում, չէ՞, որ թալանից է բանես կոմենտել հրապարտանումը խոսում է, չէ՞։ Հիմա միայն մենակ իր մի օլիգարխը մի տարում մեջ 1.5 միլիարդ դոլար փող է աշխատում։ Մենակ մի օլիգարխը։ Այսինքն, ասենց ասեմ ձեզ, այս մարդիկ մտովի պատկերացել են, որ նախկիներ այնքան փող են աշխատում, իրանք ասել են, որ մենք գանք իշխանության, անգամներով պետք է շատ փող աշխատենք։ Ես ասեմ ձեզ, հիմա ես համոզված եմ, իշխանությունը որ փոխվի, մեր ժողովուրդը կտեսնի, որ այս մարդիկ անես թալան են կազմակերպել։ Իմիջիայլով այդ հատուկ է անում, բայց ես թեման ուզում կավարտեմ հետո էլի ինքը հատուկ է անում, դե պարզ է, չէ, չգիտեմ, Հայաստանում մարդ կար կասկածի, որ Նիկոլ իր թիմակիցների մեջ ասենք միլիարդերներ են դարձել բան, այդ իբր թե ձեր նման բան այդ հատուկ է անում, թե պրոստը հատուկ չի անում, մարդու տեսակն է։ Տեսակը, հա։ Մարդ երբ որ սոված է եղել ժամանակին փողը բան չունեցել։ Ինքը երազել է, չէ։ Մարդը որ երազել է հարուստներին տեսել է նախանձել է։ Ինքը ուտում է, այդ ուտելը ոնց ասեմ, այդ մարդը տենց իր համար ուտելը դարձել է կյանքի իմաստ, փոքր ժամանակ, ասենց ասեմ։ Հետո որ ինքը հիմա արդեն որ ինքը արդեն դարձել է հսկայական հարուստ մարդ, ինքը այդ սովորությունը չի կարողացել հաղթահարել։ Պարոն Ոսյան, ես մի սերունդ գիտեի, պատերազմից հետո դուք գիտեք, միջև պատերազմից հետո փոխվի, էլի անկեղծ։ Պարոն Ոսյան, պատերազմից հետո ծնված սերունդ, ասեք 45, 6, 7, 8 հաստատ սովի տարիներ են եղել, շատ ծանր տարիներ են եղել։ Բայց ես այդ սերնդի մարդկանց գիտեի, որ այնքան վեր բարձր, ասեմ, շատ բարձր։ Ասենք ծանր, այս մարդը լիմիտ է ծանր մանկություն աղին չի ուտում Նիկոլը չի կշտանում։ Որովհետև այդ ժամանակ սովետական միության ժամանակ կար քարոզ, որ հարստությունը լավ բան չի, որ մարդիկ պետքա աղքատեև ապրում են, բայց պետքա արդար ապրեն։ Հոգևոր արժեքներ կար, դրա մեջ եւ լավ բան կար, եւ սխալ բան կար, բայց անկախ ամենից մարդուն Ես ագահ մարդ չեմ տեսել։ Չէ, այդ եմ ասում, դրա համար էլ տեսեք օրինակ նախկին մեր ղեկավարները, կոմունիստական ղեկավարները, չէ, լինի դա Դեմիրճյանը, լինի դա Զարոբյանը, լինի դա Քոչ Անտոն Քոչինյանը, լինի դա Գրիգոր Հարությունյանը, չէ։ Բոլորն էլ այդ մարդիկ նորմալ մարդիկ են եղել։ Իրանք կոռուպցիայի մեջ են եղել, հարցը դրա մեջ չի, բայց ամեն ինչ չափի մեջ է եղել։ Այսինքն չափի մեջ իրանք այլ չեն այլասերվել, իրանք չեն դարել անասուն, կներես sense ձևակերպեմ, հասկանում ես։ Խորհրդային պլյուս բան արդյունքում, երբ որ այդ վայրի կապիտալիզմը որ մտավ, վայրի կապիտալիզմը մարդկանց քարոզեց, որ Չէ, ինքը սովետական միության տարիներն է մանկությունը եղել։ Հիմա այդտեղից է մանկությունից չէ նաև գալիս։ Չէ, նայ, երբ որ խորհրդայնությունը փլուզվեց եւ սոցիալիզմը փլուզվեց, եկավ վայրի կապիտալիզմի ժամանակահատվածը, ասես քարոզ գնալ, որ եթե դու հարուստ ես, ուրեմն դու բոմժ ես, ուրեմն դու վատն ես, պետքա ձգտել հարստության եւ մարդկանց մոտ առաջացավ երկու զգացողություն ձգտել հարստանալու եւ երկրորդ դե դու չես կանում ու պետք է նախանձես։ Պարոն Ոսյան, հիմա մյուս կողմից այդ կապիտալիզմը ասում եք իհարկե այդպես է բարեկեցիկ ապրելը բան է նորմալ բան է։ Չէ, նորմալ բան է, բայց կներես մի հատ բան ասեմ։ Բայց ասենք այտենց վայրենի ագահի չտեսի նման այտենց լինել։ Ես դրա համար եմ ասում, հիմա որպեսի մենք օրինակ այս շերտը որ այս մարտիկ ի վերջո Հայաստանում չէ ձևավորվեցին չտես սովետական միության չէ, իսկ մենք փոքրուց այդպես ձևավորվել։ Այս մարդիկ փոքրուց այդպես ձևավորվել։ Այս մարդկանց տարիքը տեսեք, էլի այս մարդկանց տարիքը։ Ծնվել այն թվերին, էլի սովետի ժամանակա ծնվել։ Անժելա ջան, իր թիմակիցները որպես մարդ ձևավորվել են անկախ Հայաստանի ժամանակահատվածում, անկախ։ Իրան մի հաշվի, իր թիմակիցները նայի, սա 30-40 տարեկան, մաքսիմում 50 տարեկան, մաքսիմում։ Այս մարդիկ ձևավորվել են անկախ Հայաստանի ժամանակահատվածում։ Անկախ Հայաստանի ժամանակացում ինչեր կուլտիվացիա գնում, կուլտիվացիան գնում է որ կամ դու պիտի հարուստ դառնաս, կամ պիտի նախանձես հարուստին, որ չես դառնում։ Ուրիշ տարբերակ չկար։ Բայց դրա մեջ կար մի հատ վատ բան, որ քանի որ դա վայրի կապիտալիզմ էր, իսկապես շատ անարդարություններ եղան։ Այդ անարդարությունները ֆունդամենտալ մարդկանց վրա ազդեցին եւ մի մասին սարսեցին բանը վայրի լկտի, միս մարդկանց վայրի նախանձ։ Հիմա մի կողմից վայրի լիկտիներն էին կառավարում, հետո վայրի նախանձն դառան դիմացան։ Հիմա այս վայրի նախանձը բնականաբար չի կարող։ Այո, վայրի նախանձը ինքը սոցիալական արդարության համար չի։ Վայրի նախանձողը ինքը նախանձում է, որ գա ինքը այդ նույն բանը անի։ Հասկանում ես։ Ինքը Ռոբին Հուդ չի։ Ինքը իրականում Իսկ Նիկոլի թիմը վայրի նախանձներ է։ Ինքը վայրի նախանձներ են։ Ինքը ինչ էր ասում, պետք է հաղթարեք աղքատությունը ձեր գլխերում, չէ՞, մեզ էր ասում, չէ՞։ Իրանք իրականում աղքատությունը հաղթան իրենց գրպաններում։
Այդ պարքեվաճառը Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ինքը հաղթարում է իր գրպաններում, ինքը գալիս էր իշխանության ոչ թե վերցներ որ տար, այլ վերցներ բան, բայց ինքը իր որովայնում ու իրականում Նիկոլը իր ճիշտ էր ասում Ռոբերտ Քոչյանը, ոչ իր գլխի մեջ, ոչ որովայնում չի հաղթահարում այդ հաղթարությունը։ Ուտում չի կշտանում, ոչ գլխում, ոչ թվականին մի քանի անգամ ելույթ եմ ունեցել, ասել են, որ աշխարհում չկա պրեցեդենտ, երբ որ Ռոբին Հուդը գա հարուստներից փողը վերցնի, բաժանի աղքատներին չկա տենց բան։ Միակ էքսպերիմենտ արել են կոմունիստները, բոլշևիկները, ուրիշ էքսպերիմենտ աշխարհում չի եղել։ Ինչ անենք, որ այդ հաղթահարի Նիկոլը այդ աղքատությունը իր ուղեղում པարզա չէ, ինքը միլիարդերը եւ հաղթահարի չէ։ Եթե ասենք, որ ոնց անենք, որ կշտանա, մեզ խայտարակ չանի։ Աջորա ջան, ես քեզ անկեղծ ասեմ։ Չէ, ոնց կշտանա։ Ասեմ անկեղծ, բաժան բան ասեմ քեզ։ Դրա Մաքս Վեբերը դրա պատասխանը տվել է։ Կարդա այդ գիրքը պրոտեստանտ գալիս է անասունների, գալիս է անասունների։ Կարդա։ Ինքը ասում է տենց մարդկանց պետք է վռնդել իշխանությունից օր առաջ։ Այդ մարդկանց չի կարա, այդ մարդը չի կարա փոխվի։ Այդ մարդկանց չի կարելի թողնել ոչ միայն պետական համակարգում, вообще ոչ մի տեղ, նույնիսկ ամեն օր սև խավիարել դնեն, ինչ էլ դնեն, Նիկոլը վռնդել։ Այդ մարդկանց չի կարելի թողնել Երևան, բարձ հարց եմ տալի, հիմա եթե ասենք ես իմ քանի միլիարդ ունի, ինչքան միլիարդ էլ տաս Նիկոլին իր թիվում, ինքը իր ուղեղի մեջ, որովայնի մեջ աղքատությունը ոսկորների մեջ չի աղքարում։ Ինքը տես իր բառերով ներողություն եմ խնդրում միանշանակ, որովհետև նույնպես եմ կրկնում, սա գերի այս ազգի կներես, էդի բոլոր ժողովրդների մեջ տես մարդիկ կան, բայց ոչ մի ժողովրդի մոտ թույլ չեն տալի գալ 8 տարի իշխանության։ Անգլոսաքսոնական կոնցեպտը ինչ է ասում, ասում է տենց մարդկանց չի կարելի թույլ տալ, որ իրանք գան իշխանության։ Այդ մարդիկ կան, բայց այդ մարդկանց պետք է միշտ ուղղորդել եւ սահմանների մեջ պահել, որպես այդ մարդիկ հանկարծ չվարակեն մյուսներին։ Դա շատ կարևոր է։ Եվ անգլոսաքսոնական մոդելի մեջ դրանց հետեւյալը, եթե դու հասնում ես հաջողության, դու պետք է քո հաջողությունը կիսվես քո հասարակության հետ, որպեսզի դու քեզ որպեսզի ապացուցես, որ դու քրիստոնյա ես։ Ինքը ինչ է ասում, ասում է Անժելան կամ Երևանը, մենք ինչ իմանանք իրանք քրիստոնյա թե քրիստոնյա, իրանք պետք է ձգտեն հասնեն հաջողության ու հաջողությունով բարեգործությամբ զբաղվեն։ Այն ինչ որ անում է, ասենք օրինակ հումանիզմ էլի, մարդասիրություն։ Դրա համար նույնպես եմ ասում, դրա համար մենք պետք է խրախուսենք, որ այն հարուստ մարդիկ, որ եկել են իշխանություն, հարստացել են, իրանք պետք է բարեգործությամբ զբաղվեն, բարեգործությամբ զբաղվելով իրանք ապացուցում են, որ իրանք քրիստոնյա են։ Եվ ապացուցել են։ Եվ այնպես չի որ մեր ազգը չունի այդպիսի բարերարներ։ Արել են եւ Սամվել Կարապետյանը եւ Ծառուկյանը, եւ Սերգեյ Համբարձումյանը։ Կներեք ես մատ ուրիշ բան ասեմ, բայց օրինակ ես մատ ուրիշ օրինակ որ շատ համեստ է եւ բացարձակ չի ցուցադրում բարեգործությունը։ Հիմա տեսեք օրինակ բանկերը հարստացել են, չէ՞, 11 անգամ։ Ուր են այդ տերերը։ Հետ եմ ուզում ասեմ, կներես հիմա մենք ունենք արդեն միլիարդատեր, դոլարային միլիարդատերներ բանկերներ։ Բայց ուր են իրանց բարեգործական։ Ինչ է դրա անունը։ Չեմ ուզում անուն տամ։ Բայց արփի դրա անունը ասա։ Ոչ մի անունը պետք չեմ ուզում։ Վիվարոյ տերը չի։ Վիգեն Ինչյան։ Վիգեն Բադալյան։ Ինքը լը բանկեր չէ, ինքը ավելի միլիարդերներ ունի Նիկոլը։ Չէ, ես ասում եմ ընդհանուր երևույթն եմ ասում։ Չէ, բայց այդ մարդը այդ խաղերով, ինչերով, Նարեկ Նալբանդյաններով միլիարդերներ են դարձել, ճիշտ է, ուր է իրանց բարեգործությունը։ Ես ուրիշ բան եմ ասում, ես բանկերների մասին եմ ասում։ Բանկերները, որ հիմա միլիարդատներ են դարձել, ուր է այդ մարդկանց սոցիալական պարտավորությունը։ Բասերիկան է մի ամբողջ թիմ, ինչ եմ ուզում ասել։ Մեր հասարակությունը պետք է շատ լավ իմանա, որ երբ որ ասում են թե եվրոպական արժեքներ, դա չի նշանակում որ կոստյումով փողկապով գնում ես, դու արդեն եվրոպացի ես դառնում։ Դու կարաս վայրի ամենախայտարակ ասիացին լինես, բայց բանը կոստյումով փողկապով լինես։ Դու կարաս հասարակ սարոշկայով լինես, բայց դու լինես նորմալ եվրոպական արժեքներով արդ, եթե դու քո հարստությունը կիսում ես բարեգործական համակարգեր ես սարքում, որպեսզի դու կարողանաս քո այն Աստծո կողմից տված, որ դու կարացել ես հարստանաս, դու կարողաս ունակություն ունես կիսելու մարդկանց հետ։ Դա է կոչվում։ Եվ նույն անգլոսաքսոնական կոնցեպտի մեջ դրած ասում է, դու ինչքան որ դու կիսվես, դու այն ժամանակում որ դու մեռնես, դրախտում, դու դրախտի քո այն տեղը որ դու կունենաս, այդքան այդ տոմսի գինը այդքան կլինի։ Այսինքն խրախուսվում է որ մարդը ձգտի դառնա հարուստ եւ խրախուսվում է որ այդ հարուստ մարդը կարողանա կիսվի հասարակության հետ։ Օրինակ տեսեք մասկը ինքը հասնում է իր եկամուտը մինչև 1 տրիլիոնի հասնելու, բայց իրանք նաեւ բոլորը բարեգործությամբ են զբաղվում։ Բոլոր միլիարդատերները Միացյալ Նահանգների իրանք բոլոր համասարանների հովանավորներն են։ Չկա համասարան, որ ինքը հովանավոր չունենա միլիարդատերների կողմից։ Չկա այդպիսի բան։
Դա խաղի կանոն պետք է լինի, դա օրենք պետք է լինի։ Բայց սա ինչ է անում, մեր բոլոր բարերարներին, բարեգործների նկատի մի հատ քրեական գործեր, հետո մի հատ այլանդակ հակակարողություն է տանում իրենց դեմ։ Իրա նման բոմժերով, իրա ֆեյքերով, Արգելի Ժորժան, այս ՔՊ-ն եւ այս մարդիկ ոչ մի կապ չունեն եվրոպական արժեքների հետ։ Եվրոպական արժեքների հետ իրանք զերո կապ չունեն, զերո կապ ունեն։ Եվ իրական եվրոպական արժեքների ստանդարտների համաձայն իսկապես պետք է մենք ձևավորենք այնպիսի համակարգ, այնպիսի երկիր, որտեղ մեր ներքին կյանքով իսկապես եվրոպական արժեքները կյանքի մեջ մտնեն։ Բայց առողջ մասը, ոչ այն բանը այսպես ասած սեքսուալ փոքրամասների մասը, առողջ մասը, իշխանության տարանջատման սկզբունքը, դատական համակարգի օբյեկտիվ չեզոքություն լինելը, ամեղության կանխաբացվածի կոնցեպտը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, ի վերջո ես մի հատ օրինակ էլ ասեմ, ուրեմն այս մարդիկ 8 տարի է իշխանության մեջ են, 8 տարի այս մարդկանց մոտ մի սանտիմետր չի մոտեցել առանց վիզաների ռեժիմի, որպեսզի մեր քաղաքացին գնա, մի սանտիմետր չի մոտեցել։ 17 թվականին Հայաստանը ՍԵՊԱ կնքեց բանի հետ, Եվրոպական միության հետ, եւ կար խոստում, որ Հայաստանը ի վերջո այդ առանց վիզաների ռեժիմը կունենա, եւ մեր քաղաքացիները 8 տարիների ընթացքում զրո մակարդակի մոտեցում են եղել։ Մենք նույնպես ենք գնում, իրանց հետ պետքա վերջնագրի ձևով խոսենք։ Մենք խոսք ենք տալիս, որ 4-5 տարվա մեջ ես 100% չեմ կարող խոստամ, որ մենք կհասնենք, բայց մենք պետքա կոշտ մակարդակի զրույց տանենք իրանց հետ, ասենք կամ տարբերակով, կամ դուք մեզ տալիս եք բեզվիզ, որ մեր քաղաքացին գալիս է ձեր մոտ զբոսաշրջության համար, ինքը չպետք է տանջվի բյուրոկրատական ճանապարհով, ձեր մոտ է գալիս փող վաճառի սրիկաներ։ Դուք հələ մի հատ բարերներ եք դնում այդ դրա համար։ Մենք պետք է այդ մարդիկ կոշտ քայլեր են սիրում, կոշտ դիրքորոշումները այդ մարդկանց միանգամից փափուկ են սարքում։ Դրանց հետ փափուկ աշխատացնելը չի աշխատում։ Միանշանակ եմ ասում։ Եվ մի հարց, հա, տեսեք, Արցախի հետ կապած ինքը որ ասում եք փողը ուտել ամեն ինչն է չափում դրանով եւ այն օրվա իր սրիկա պահվածքը դեպի ներողություն խնդրեց, որ ասում է այսքան փող եմ տվել, կարելի է կարծել հոր գրպանից է տվել, պապու գրպանից է տվել, Արցախին այսքան փող եմ տվել, պարոն Բագրատյանն է շուտով կլինի մի անգամ բացատրել է, ինչ էր մեզ համար Արցախը եւ ինչ էինք ստանում եւ այս սրիկայական պահվածքը, որ Արցախը չափում է ինչով, որ ես ձեզ տվել եմ սա։ Միջազգային գնահատականների պարագայում Հայաստանը մինչև 80 միլիարդ դոլարի վնաս է կրել այս ամեն ինչից։ Նիկոլի իշխանության գալուց հետո Արցախը կորցնելուց հետո Հայաստանի Հանրապետությունը 100-ի մասին էին խոսում 100 միլիարդի կորուստ է կրել միայն այդքան վնաս է տվել եւ կանգնի անամոթաբար ասում է տվել ենք այսքան բան ենք տվել չգիտեմ այսքան փող ենք ու չի ասում ինչ ենք մենք ստացել Արցախից 100 միլիոնի բյուջեից է գնացել ավելին կարամ ասեմ ես քեզ մի հատ էլ գաղտնիք բացեմ ես մեր ժողովուրդը պետք է իմանա դրա մասին որ Արցախի օգնությունը 20 թվականի պատերազմից հետո չէ գողացել է պարգևավճարը անուղղակիորեն չեմ ասի անուն չեմ ասի դրսից երկրներ կան որ ներքին կարգով այդ օգնություն են տվել որպեսզի Հայաստանը իբր թե իր կողմից տա այդ գումարը եւ տենց է գնացել բայց ես չեմ ուզում այդ փակագծերը բացեմ բա չհասկացա չեմ ուզում չէ չհասկացա ինչ ասեցիք ոնց է եղել Հայաստանը Արցախի օգնության մեջ եղել է բաղադրիչ, որտեղ դրսի երկրներ, անուն չեմ տա ինչ երկրներ, որոնք օգնությունը տվել են ներքին կարգով Հայաստանին, որպեսզի Հայաստանը իր անունից այդ օգնությունը տա։ Հասկացա՞ր։ Եվ որ հիմա ինքը հայտարարում է, որ այսքան փող եմ տվել Արցախին։ Սուտ է խոսում, դա ինքը չի։ Ինքը պրոստը բանը փարիսեյության վերջի աստիճանն է։ Բայց նաև պարոն Բագրատյանը բացատրեց, որ եթե այնտեղ մաքսակերպան լիներ, թե ինչեր է եկել Արցախից, ինչքան ցորեն, էլեկտրաէներգետիկա, բայց ամոթ է, էլի դու տես ինչ մակարդակի մարդ, երեխայի այդ կնոջ հետ վիճում է եւ ինչ է ասում։ Գիտես ինչ է նշանակում։ Էս ով ես դու։ Դա նշանակում է, որ այս մարդը ընկել է խուճապի մեջ ընկած մարդը, երբ որ բանը երիտասարդ աղջկան երեխայի մասին, հա էմոցիայի մեջ անդնում եւ ինքը շոկի մեջ է հայտնում դա նշանակում է այս մարդը ինչ վախերի մեջ է ապրում ինչքան խուճապի մեջ է ինչքան է շփոթված վիճակի մեջ որ տենց վիճակի մեջ է հայտնվել բայց կարող է վախը չի մարդը գուցե հատուկ առողջապահությունից բժշկությունից ստացած թուղթ ունի մենք մեզ բան ենք անում վախը կամ մարդը թուղթ ունի դե հիմա ես չեմ ուզում այդ էսա մեր գործարաններից մեկը պատվիրել է մասնագետները զբաղվում են շնորհակալություն բանն եք ավելացրել չէ ուզում եմ ասեմ որ անկախ ամենից թե ինչ է ինչ չի բայց մի բան կարող եմ ասեմ որ հունիսի 7-ին
Մենք ամեն ինչ պետք է անենք, որ իսկապես մենք նոր որակի Հայաստանում զարթնենք եւ իսկապես մենք ունենանք նորմալ ապագա, իսկական նորմալ զարգացող Հայաստան, որտեղ մենք ունենանք երաշխավորված խաղաղություն, Հայաստան, որտեղ ունենանք երաշխավորված զարգացում եւ Նիկոլը կբերի երաշխավորված պատերազմ կենսամակարդակի բարգավաճում։ Ինչ չեք ասեմ, որ Նիկոլը հակառակ դեպքում իմակեստ էր ասում։ Հակառակ դեպքում Նիկոլը մենք ունենանք երաշխավորված պատերազմ միանշանակ։ Այդ Նիկոլը ձեզ խոստանում է, ասում ես բերելու են պատերազմ։ Հենց չեղա, բերելու են պատերազմ։ Շնորհակալություն։